Գնացինք տղեկ։ Ուրեմն ինչ էր ասում առաջի խնդիրը մեզ։ Ասում է, հա, ես ասում եմ, ստեղծիկ երկու կլաս, օքեյ, լա առաջինը սարքենք, հետո երկուսի մասին կրմտածենք։ Կլաս ստուդենտ ենք սարքում, ճիշտ է։ Կլաս ստուդենտ սարքեցինք։ Կոնստրուկտորը ինչ ֆունկցիա էր։ Չէ։ Առանց կանչվելու կարծում եմ, անունը ինչ է։ Հարցազրույցի ես, ինչ է կոչվում function constructor, ինչ տեսակի ֆունկցիաներ են constructor ֆունկցիաները։ Constructor ֆունկցիա։ Ինչ տեսակի ֆունկցիա։ Show yo-yo. Magic ֆունկցիաներ, տեղ, okay։ Ինչ է ընդունում կոնստրուկտորով։ Չէ, յուրօրինակ ասես կասեմ, դու պատմության դասատու ես։ Full name, birthday, էլ ինչ է ընդունում, մեկի grade։ Grade-ը տղեկ հենց միավորների միջինն է։ Այսինքն իրա միավորներն է։ Այսինքն դու մատյանի թվերը անցկացնում ես ոնց որ որպես student։ Հա, այդ միջինը որ հաշվում ես grade-ի հիման վրա է, չէ՞ հաշվետի։ Ահա։ Այդ grade-ը հենց քո ուսանողի միավորներն են։ Այսինքն մի ուսանողի միջինացված գնահատականն է։ Աբրես, արդեն իրանը հաշված է։ Այդ get average grade-ը որ կար, ինքը սաղ ուսանողներին էր ասում։ Հա։ Իսկ այս grade-ը մի ուսանողի մակարդակով է։ Ինչ պետք է գրեմ տղեկ ես կոնստրուկտորի մեջ։ Վալեր ջան, հիմա եթե ես կոնստրուկտորով, ահա, this is full name-ը, այսինքն ինչ է։ Вообще մեզ գնացի։ Ահա, եթե ես սրան չգրեմ տղեկ, ինչ պարամետր ուզում եմ փոխանցեմ, սա վեթաբլոկ կորի։ Իշեք, տեսանելիության խնդիր ունենք մենք անընդհատ, տղեկ։ Մեր պայքարը անընդհատ այնա, որ հանկարծ ինֆորմացիա չկորցնենք, ճիշտ պահենք, որ կարողանանք պետք եղած տեղը օգտագործենք։ Հետո տարբեր տարի կլասն ունիվերսիտետը։ Okay, ես ուսանողը ուրիշ բան չուներ։ University, okay։ Կոնստրուկտոր։ Տայ, կոնստրուկտորը այն ֆունկցիան է, որ բանի պես է։ Նա կոնստրուկտորը գրեմ տենամ ինչ ունեմ սպասելու, որ ինչ բրում։ Ինչ է սպասում։ Location-ը հասցենա, թե որտեղ է գտնվում համալսարանը տղեկ։ Դեպարտամենտը ոնց որ գիտեք ավելի շատ ինչի նման բաժիններին էլի։ Դեկանատները ոնց որ ասես էլ։ Ինչի հետ։ Միտեր են պատմում, թե սարքել եք դիպուս։ This is location-ին տղեկ։ This Ահա, դատարկ զանգված ինչի համար ստուդենտների։ Լավ։ Ինչի համար։ Այդ ստուդենտ կլասը, մեթոդը։ Մեթոդը, որ փուշանենք, ստանա պարամետր, դրա փուշանենք այն ստուդենտի կլաս կոդը։ Այդ ստուդենտը, ահա, ինչ պետք է անի։ Հարց։ Students կլասը, զանգվածը դուրսը հասանելի է թե չէ։ Կարամ գրեմ sense university get students։ Չի։ Չեմ սարքել։ Այսինքն տղեկ, Գուրգենը շատ ճիշտ բան ասում, քան դեռ չես սարքել, այսինքն սա ուղղակի օրինակներ, չէ՞ տիկ։ Սա օրինակ է, example-ը։
Դու պետք է new սարքես, Վալեր ջան, քանի դեռ դու new չես արել, սա ուղղակի կոդ է, ուղղի ուրիշ ոչի բան, օքեյ։ Լավ, student-ը սարքեցինք մեթոդը։ Get average grade։ Հա, եկեք ուրեմն այս student-ի լոգիկան վերջացնենք, վստահ ենք, որ սա ճիշտ ենք արել, նորացնենք առաջ։ Նախ, ես կարծում եմ տերից համալսարանը պետք է լինի հետո ուսանողները։ Կոնստանտ Պոլիտեխը հավասար է։ New University, չէ՞։ Պոլիտեխ։ Location-ը Տերյան։ Մնաց բան, մեկ էլ departments։ Departments-ը կամ սենց բան ուղարկեմ։ Ջան։ Չէ, departments-ը բաններ, Վալեր ջան, նենանտեր, բաժինները։ Գրում եմ TT տեղատական տեխնոլոգիաներ։ Մեկ էլ բան կար ընդեղ, գրում եմ Գորնի, կարոջ։ Ես ինչ կրած Գորնի Գնացինք։ Համալսարանն ունենք։ Մնացել է ուսանողները, չէ՞։ Մի հատ էլ դրանի, ուսանողները։ Խնդիրը բարդանում է, զանգվածը արդեն ունենք։ Ուրեմն այսպես մի հատ զանգված ունենք, տիկ։ Էսի բեկից է եկե տղեկ։ Նեյմը Անտուան։ Տեսեմ տղ։ Birthday-ը։ 20-06-2000 Որը։ Կլասը։ Էնի կլասի ստուդենտն է։ Ես вообще կապ չունի նայել։ Вообще։ Գրեյդը ինչն էր։ Մի ուսանողի միջին գնահատականը։ Եկեք համարենք 10 բալանի է, 9 բալ ախպերս ես երեքում։ Գնացինք, սրանից մի քանի հատ սարքեինք, Վալեր չեմ։ Ոբշեմ անունները դսենք 1, դսենք 2 գրեմ, վայլը չկերել։ 3 թողելի 10 դեպքում տարբերվի հետո չասիք 14 գրեյդը, հա, թողելն եսի 9 6 7 եսի ծուրիկ տիկ, ես զանգվածը որևիցե կապ ունի, ես ստուդենտ կլասի հետ թե չէ չունի, ոնց անենք, որ կապ ունենա Չէ, հարցենա, որ եսի ուղղակի օբյեկտ է, տեսակավորված օբյեկտ չի Եսի գրել եմ, որ հետո տալու եմ այդ ստուդենտի Որտեղ տիկ չունի Եսի կլաս է Հա Եսի զանգված ապրես Փուշ ես արել, բայց տեսակավորված չի Տեսակ չունի սա, ուղղակի օբյեկտ է Նայ Այն անգամ էլ է ասում, տղեկ, սովորական օբյեկտը տեսակ չունի, անպարոտ բան Դու պետք է նենց անեիր, որ քո օբյեկտը սա դառնար պարոդիստի Ստուդենտ պետք է գրվի, այս սրա տեսակի պետք է դառնալ, Վալեր չեմ Բայց հմիստ է, տղեկ, անպարոտ ինչ-որ օբյեկտներ են Որոնք իրար մեջ չունեն մեթոդներ, այսինքն նայր, աղամուսոր, եթե ես ստեղ մի հատ թազա մեթոդ սարքեմ get resume կամ ինչ-որ get info, չգիտեմ, ինչ գրեմ get information Հա Всё, ախպեր, այս օբյեկտը երբեք չի կարող օգտվել այս ֆունկցիայից, որովհետև ինքը այս տեսակի չի Տիկ ջան, որովհետև եսի մի հատ կլաս է, որը որ այս անպարոտ օբյեկտիդ հետ ոչ մի տիպի կապ չունի Եսի դու ստացել ես բեկից Հա, սերվերից, access-ով get ես արել, ստացել ես Սա պարոտ չունի, բեկը չի կարող քո փոխարեն որոշի թե դա ինչ պարոդի է Վալեր ջան, դու պետք է հիմա սա սարքես պարոդիստի, ոնց ես սարքել
Դիք պոլիտեսնիկ է տակը տպեմ, նատ գնանք տենանք ինչ կա, լավ, նոր անցնենք առաջ։ Տայք, զանգված ունեմ, բարադի օբյեկտներով։ Սա ուղղակի օբյեկտը ոչ մի տեսակ չունի։ Իսկ թվա university class օբյեկտը արդեն явնի զգացում որ հասարակ օբյեկտ չի, ինքը հենց university տեսակի է, դիք չէ։ Որը իր մեջ որտեղ ունի մեթոդներ, Վալեր ջան, պրոտոտայփերի մեջ, չէ։ Այդ ստուդենտը ու կոնստրուկտորը։ Okay։ Հիմա ոնց որ ասպա հարց տարակ ես նադակի։ Ոնց անենք, որ մեր ստուդենտը դառնա պարոդիստի։ Հիշեցնեմ, սենց բան արել ենք։ Բեկից բան ենք ստացել։ Փոխել ենք իրան, սարքել ենք սովորական պարոդիստի բան, user-ի վրա ենք օրինակ արել։ Դե հա ջան, ասա ոնց է ձևը գրի։ Okay։ Parametrами կորեն բան, ում չայ բան, ուրան ստուդենտ։ Դիք, եթե ես ասեմ զանգվածի մեջից մենակ առաջինը, պետք է դառնա բանի տեսակով։ Եթե առաջին։ Հիմի 0-րդ եմ ուզում անեմ, ասա։ Որտեղ բանը չէ, դրանք այդ բանը վերանոն չէ, ստուդենտի գտնենք նա։ 0-րդ եմ ուզում, հա։ Ոնց ես ինչը հավասար է։ Խոսքի թեստը հավասար։ Հավասար է ստուդենտ։ Ահա։ Այս ստուդենտի 0-րդ Կարոքի փագիստն է։ Կերկերն է։ Առաջի պարամետրը չէ։ Կերկերն է։ Համաձայն եք տղեկ Գուրգենի հետ։ Շորակե 0-րդ կեր դու ունեք դրել։ Այսինքն, նայ, ես էլ արի ավելացնեմ։ Տղեկ Գուրգենի պնդմամբ, ես սենց պետք է աշխատի։ Այսինքն Գուրգենը ասում ախպեր, հիմի որ տեստը տպեց, չէ։ Պետք է ստանաս այդ նույն օբյեկտը արդեն պարոդիստի։ Համաձայն եք տղեկ։ Դիք դու ինչ կարծիք ես։ Այդպես։ Աշխատելու է տղեկ, բայց դիք, եթե այն վաղ գրել էիր ոնց էր սարքել ստուդենտները, չէ։ Հիմի տոնայն ես արել, ոնց ես ստացել օբյեկտները։ Գրել ես սենց, չէ, գրել ես խոսքի կոնստանտ ստուդենտ մեկը, չէ, դիք սենց չես արել։ Հա, իհարկե, բայց քո ստուդենտը տեսակի հետ կապ ունեցել է, չէ։ Նյու ստուդենտ արել ես դիք էլ նայի տնայինիք մեջ։ Տալեր դու նյու ստուդենտով ես արել։ Ես նյու ստուդենտով ես քո ուսանողներին սարքեմ ինչև ադանելը։ Հա։ Վերջում տղեկ նայ, լավ, հասկացում, զոքի։ Մոռացեք ես մաս։ Տղեկ, ես ստուդենտ կլասը սարքելու իմաստ չեր ունենար, եթե մենք ստուդենտների օբյեկտները կամ չգիտեմ, ինչ ոնց ուզում եք պահեք, պալիվոմը դուք պետք է սարքեք մի հատ կոնստանտ ստուդենտ, թեկուզ 0, հաշվեք էսի զանգվածը չկա։ Student 1, չէ խոսքի դիք, սենց ես արել։ Կարող գրել ես new student։ Աբես, գրել ես օրինակ անուն ազգանուն, հիմի նոր մենք ինչ էինք գրել դիք։ Զանգվածի 0-րդ, Վալեր ջան, նույն բանը չէինք գրել նոր, պրոստը զանգվածի 0-րդին նույն բան։ Նույն զիբիլն է տղեկ։ Բայց տղեկ ջան, ես առաջարկում եմ ավելի ուրիշ տարբերակով գալ։ Դիք ջան, 3 հատ չի, 4 հատ չի ուսանողների քանակը։ 600 հատ ուսանող ունես։ Հո հաթա չես գրելու ստուդենտ 1, ստուդենտ 2, ստուդենտ 3, ստուդենտ 4, չէ։ Աբրես, Վալեր ջան, համաձայն ես։ Ֆորիչ քանի հատ պարամետր է ընդունում։ 2։ Առաջինը հենց օբյեկտն է, չէ, Վալեր։ Ստուդենտ գրում պրոստը կարճ տղեկ։ Երկրորդն է ինդեքսը չի։ Ինդեքսը ինչներիս է պետք։ Որ ստուդենտ զանգվածը փոխենք տղեկ։ Ստուդենտի ինդեքսերորդը, չէ, 0-րդը, 1-րդը, 3-րդը, 4-րդը, Վալեր։ Պետք է վերածենք new ստուդենտի, չէ։ Եկեք գրեմ տղեկ, այստեղ կոնստանտ
OBJ-ն հավասար ախպեր ջան։ Հա, չէ, վայ մի անգամից օբյեկտ ունեմ, տղեկ, ես ինչ էի անում, լավ, բանը, ստուդենտի name-ը առաջի պարամետրը չի, ստուդենտի բրդեի երկրորդ պարամետրը չի վալը, գնահատականը երրորդը չի, հոիզնից դուրս չեմ հորինում, կոնստրուկտորի մեջ եք գրետ, ստուդենտի grade-ը, ինչ արեցի, զանգվածի յուրաքանչյուր տար տղեկ, վեկալեցի, կողեցի այդ ֆաբրիկայի մեջով անցկացրեցի, հակառակ կողմից ստացա տիպիզացված, նորմալ, ակուրատնի մի հատ օբյեկտ, հետ դրի տեղ։ Այսինքն ես ոչ թե կարայի թազա զանգվածով անեի ստուդենտ զանգվածը մոռանայի, բայց իմաստ չկա դիք երկրորդ կոնստանտ ինչ-որ զանգվածը հայտարարում։ Ալեր ջան, ինձ զուտ պետք էր էս անտեր օբյեկտը ստեղից վերցնեի, սարքեի հզոր ռենջը հետ դնեի տեղ։ Wings էլի։ Okay։ Գնացինք։ Այդ կոնսոլ անենք ստուդենտներին տղեկ։ Անենք դրանք հաստատ սա ստուդենտները ճիշտ պահել եք թե չէ։ Ակուրատի մի անգամից երևում է ստուդենտը։ Դիք ինչա տալի էսի մեզի, վաղամուսոր ինչքան մեթոդ ավելացնես ստուդենտ կլասի մեջ սաղը ստոպ են ունենալ։ Չէ՞։ Այսինքն նայ, եթե հանկարծ բան ուզենաս փոխես դիք, դու չես մտելու էլ սաղ տեղերը հաթաթ փոխես սաղ օբյեկտներից մեջ, սաղ պրոյեկտովդ մեջ։ Մտի միտի արա պրծի։ Բավունց։ Չէ՞ վալեր ջան, պատկերացրու, չէ՞, այսինքն յուրաքանչյուր փոփոխություն դու անում ես միտեղ վсё պրծավ գնաս տղեկ, սաղ պատմությունը պրծավ։ Դեարյու ախպեր հա, եթե դու կլաս չսարքես, վալեր ջան, դեարյու ամբողջ պրոյեկտով մեկ գնա ու գցի, թե որտեղ ես դու այդ անտերը օգտագործել, որ մի հատ դնես փոխես։ Նես չէ, պոիսկը վեշնի կայֆոտ աշխատում է։ Լիքը բան փուստ կտաս, հետո խոսքի լիքը խնդիրներ տալիս դուս կգա։ Okay։ Այսինքն բացի նրանից, որ ինքը հարմար բան է, որ խոսքի մեթոդները վրեն պրյամո կանչես բան, հələ թիտիզ միտիզ բաները մի կողմ։ Երկրորդ բանով էնա, որ ինքը ձեզի օգնում է տղեկ ճիշտ ու հեշտ կողմնորոշվելու պրոյեկտի մեջ։ Okay, գնացինք։ Վալեր ջան, ստուդենտներին ունենք։ Գուրգեն ջան, ոնց անեմ, որ մի անգամից ֆորովը ավելցնեմ։ Այդ ստուդենտը մի հատիկ ընդունում, չէ՞։ Ստուդենտ, բան է, ստուդենտի ինդեքս երրորդը։ Կարող եմ մի անգամից ֆորի մեջ անեմ տղեկ։ Վալեր ջան, կարող է պոլիտեխին մեջ մի անգամից կարճեմ ստուդենտ ու ստուդենտի ինդեքս երրորդը։ Այո։ Դիք ինչի ստուդենտ չփոխանցեցի։ Որտեղ էլի երբ բանն է, օբյեկտն է փոխել։ Չգիտի։ Թե ստուդենտ չօգտագործեցի, ստուդենտի ինդեքս երրորդը օգտագործեցի։ Որտեղ մի հատ կա ստուդենտ։ Հա, էլի ինձ մի հատն է, 10 հատ չէ։ Ամենական փոխվում է։ Հասկացա։ Ինչ տարբերություն ախպեր է սյուրա ու սրա մեջ։ Ստուդենտը տես օբյեկտը չէր։ Այս օբյեկտը չեմ սարքի ստուդենտ հետ դրե տեղը։ Եվ որ հետ եմ դրե տեղը ինչ տարբերություն։ Այդ մի հատն է, ինքը չի փոխվում։ Այդ բանը ինդեքսը ամեն անգամ փոխվում է։ 0-ն ամենը։ Ստուդենտն է ամեն անգամ փոխվում։ Ամեն անգամ թազա օբյեկտ է տալի քեզ։ Ինդեքսի հետ որ ստուդը դրես, ինքը վերջին է պետք է քեզի։ Այսինքն վերջին է։ Ինքը ֆորը վերջում քեզի։ Գույն ջան, ես եմ ֆորը մեջ արում։ Ստուդը ամեն անգամ տարբեր է։ Հա։ Ну ոնց որ ինդեքսը։ Ստուդն ու ինդեքսը նույն զիբիլն է։ Ստուդը պրոստը արդեն օբյեկտն է, ինդեքսը դրա ինդեքսն է։ Այդ օբյեկտի ինդեքսը հերթական համար ստուդ։ Դու ստեղ for ես, է՞ որ։ Հա, խառնել ես մի բան։ Նայ, for-ը ֆրացել պրոստը, չէ՞։ Ստուդը տել է անդադարը։ Դիք ի՞նչն է տարբերությունը հենց։ Խի ես չեմ կխի ես գրես, խի վալեր, խի գնացի երկար ճամփով ստուդենտի ինդեքս երրորդը խի գրի։ Հենա կգրես ստուդենտ, կարճ չի ավելի։ Տղեկ ստուդը սովորական օբյեկտ է։ Ստուդենտի ինդեքս երրորդը արդեն վերափոխված է մեր այս թազա ստուդենտ կլասում։ Ճագիրտի։ Ստուդենտ օրիգինալ զանգվածից չի եկել։ Օրիգինալ զանգվածից մեջ այն անպարոդ օբյեկտները չէին։ Դա վալեր ջան, դու այս անպարոդ օբյեկտը ինչ գործ ունես հա ստուդենտին տաս։ Ես այս տողը հատուկ գրել եմ ստուդենտի ինդեքս երրորդը փոխել եմ, որ քո այդ անպարոդ օբյեկտը դառնա նորմալ ստուդենտ տեսակի օբյեկտ։ Ես դրա համար տղեկ օգտագործի ստուդենտի ինդեքս երրորդը ոչ թե դիք ստուդը։ Պարզ է թե չէ։ Եթե չի ասեք։ Ուզում եք դաժե որ համոզվեք տղեկ նայ կոնսոլ լոգով։ Վալեր ջան, հիշի կոնսոլ լոգի առաջի պարամետրը անպարոդ ստուդենտներ, ստուդենտի ինդեքս երրորդը Գուրգեն ջան, արդեն վերափոխված է։
Նայ, առաջինը հավայի օբյեկտ է, երկրորդը ստուդենտ։ Առաջինը հավայի օբյեկտ է, երկրորդը ստուդենտ։ Պարզ է, չէ՞։ Ահա։ Всё, տղիք ջան։ Կոնսոլոգը ջնջեցինք, ած ստուդենտ։ Հիմա Գուրգեն ջան, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկը չփորձվի ես քո ած ստուդենտի մեջ։ Նա տանկապ օբյեկտ գցի, որը որ вообще կապ չունի քո ստուդենտի հետ։ Ճոգում ես տիքը, ես կարամ այս ներքևը, մի հատ, հիմա հիշվես, որ ասում էի տղեկ, ես կլասը սարքում եք, որ իրար օգնենք։ Այսինքն, հիմա Տիկոն աշխատել է մի հատ կտորի վրա, այս ստուդենտ կլասը սարքին է։ Գուրգենը գնում է ախպեր ջան, ունիվերսիտեի վրա է աշխատում։ Ադի բանը մի հատ ֆունկցիա է սարքում։ Չէ, այդ գիծը նրա համար է, որ ներսի է չօգտագործի, բայց ադը ներսի չի։ Ադը հենց է դրսի համար է։ Հա, ոչ թե ուրիշ մարդ չօգտագործի, այլ հանկած խոսքի, որ Տիկոն վերցնի քո ունիվերսիտեին։ Ուզենա օգտագործի, մարդը միամիտ չսխալվի։ Հիմա Գուրգեն ջան, դու գրել ես ունիվերսիտեին օրինակ, ոչ մի ստուգում չես արել, եղբայր։ Վալեր ջան, մի հատ բան ստուգել ես, մի հատ if գրել ես, ինչ ապուշություն տամ փուշես անելու մեջ է։ Նայ, չէ։ Նայ, այստեղ նայ, իմի ես կոպիտ ասած կարամ գրեմ պոլիտեխնիկա ստուդենտ, ուստի մի հատ 0 ուղարկեմ։ Կայֆ է, չէ՞, այս լայվ տոշնի էցում է։ Ես ինչ եղավ։ Այսինքն ես ըստ էի սախ քո մեթոդները դիք բարի էի տալ։ Այսինքն ստուդենտիդ մեջ, եկաներեք ունիվերսիտեիդ մեջ ինչքան մեթոդ ունես, դրանից հետո ինչը կանչեմ սխալ ալնել։ Կարող ավարաժ ռեյթերը նան ստանաս, բան, սենց ինչ որ ապուշ բաներ են։ Իտոգում Վալեր ջան, դե արի ու քթի որ խի։ Ո՞վ մտքով կանցնի, որ ախպեր մի տե մեկը 0 է փուշարել մեջ։ Մինչև փուշանել ած ստուդենտը պետք է անի Գուրգեն ջան, հա, ընդունող կողմ։ Պետք է ստուգի նա, կարծեք ստուդենտ կա թե չէ, էսի մեկ, ամենապրիմիտիվ ստուգումը դի։ Տղեկ, մի հատ կա շատ հետաքրքիր բան, էսի դուք չգիտեիք։ Вообще կարող է թեթևակի ասածել եմ, բայց եկեք իրան է սովորենք։ Կոչվում է instance of։ Պետք է որ ասածել եմ, բայց կարող է շատ խորացած չլինեմ։ Վալեր ջան, որպեսզի parrot-ը ստուգենք, մենք օգտագործում ենք ոնց է բանը, type-of-ը ինչ էր անում, չէ՞ տիպներ ստուգում տղեկ։ Primitive-ա, boolean-ա, number-ա, եսիմ ինչա։ Բայց հիմա սենց հարց տամ։ Դա parrot-ը ոնց ստուգեմ։ Ստուդենտա թե ունիվերսիտի։ Չէ՞։ Որ գրենք այդ ունիվերսիտի հավասար այսինքն բանի, ընդ ստուդենտի թե ունիվերսիտի, ինչն է պատկանում, ինչ կլասի է պատկանում, ինքնից է։ Հա։ Իանիքը ինչ որ ստուդենտը ինչ կլասի է պատկանում, ինչ ունիվերսիտի Գողոսի սարկալ, Գողոս սարկալ անը դրա ունիվերսիտետ կամ ուրիշ բան։ Դու կոնկրետ որ անունը իմանաս, նույն type-of ստուգում։ Պետք է type-of ստուգես, աբես։ Էս էլ իր type-ն է, Գուրգեն ջան, էս է քո սարքած type-ն է, բայց ուրիշ ձև է ստուգում։ Դայք պետք է ասենք էս ինչ որ փոփոխականը։ Չէ՞ դիք։ Ինչ որ փոփոխական է եկի ստուդենտ անում։ Աս հարցնում ենք, նայ, ոնց որ ասես բանը, ոնց որ բանի ստուդենտինա թե չէ։ Ոնց որ գենետիկայի թեստի ուղարկես, ասում ես մի հատ հələ ստուգեք, տեսեք ստուդենտի է պատկանում թե չէ։ Ասում ես այս փոփոխական ասում, չգիտեմ ինչա մեջ է բրատ, ասում կարող է 0 է, կարող է աթոռա մեջ։ If-ի մեջ է այդ ստուդենտի տեղը կարողանանք ստուդենտ instance of student։ Հա, այս բառը պետք է պարտադիր էս կլասին նման լինի, նույնը պետք է լինի լրիվ։ Հա։ Ցեղն է ստուգում դու իր։ Հա, հասկանալի է։ Հա, օքեյ։ Թրու խոսք։ Աբրես, ինքը պետք է տա թրու կամ false, եղբայր ջան։ Թրու վերջինը false, Վալեր։ Null-ի ուղարկի։ Այստեղից ես ուզում ես դիք նայ, այսպես մի հատ օբյեկտ ուղարկեմ հավայի, նայ։ Տալու է false։ Գիտես ki, որտեվ ես իրան, օպա։ Մենք չենք փաթել ստուդենտի մեջ նոր տվել, չէ՞ Գուրգեն ջան։ Հա, տայեք, այսինքն որպեսզի անիմաստ բաներ չթողենք անեն, ախպեր ջան։ Մի հատիկ ուղակի ստուգում ենք անցկացնում, այստեղ ասում ենք ստուդենտը արդյոք պատկանում է ստուդենտների ցեղին։ Եթե այո, ապա push արա ստուդենտը, եղբայր ջան։ Եթե չէ, կարա sales-ով օրինակի համար console error արի։ Տայեք, console error-ը արդեն բարձր է, չէ՞ ինչ անում կարմիրով։ Ասում ենք object is not type of student։ Կամ կլասով, աջան։ Warning-ը ոնց որ հուսգուշացնում է, լավ բան չես արել, բայց օբշի օքեյ է խոսքել, հա։ Տղեկ,
Student instance of շատ կարևոր նյուանս է։ Սա կոպիտ ասած այդ ազգուտակի ստուգումն է, էլի որ հասկանաս արդյոք սա ինչ-որ մեկին պատկանում է, թե չի պատկանում։ Ինչ անես։ Չէ, դիք ջան, ելքի պետք է խնդիր ունենամ ես, գիտես ինչ կլինի մենակ։ Նայ։ Ուզենամ պոլիտեխնիկի նած ստուդենտ անեմ ինչ-որ նոր, գնամ սիրում կոնսոլում, տենամ տվակվող ինչ-որ բան, object is not class of student։ Ով ա գրել server-ը։ Ես։ Դες ոչ է։ Արդեն ես եմ կոնսոլում error-ներ շփոթ։ Ջագիր վալրջն ինչ եղավ։ Ահա։ Դեսիք տայք, ստուգումներ պետքա կամած արդեն ավելացնենք, չթողենք բառադի բաներ անենք։ Всё, տիկ ջան, բրծավ իմ հարցերը։ Ես էլ չեմ մտածելու, ալ ախպեր կարող է ստուդենտը բան չլինի, նորմալ բան չլինի խոսք։ Всё, Վալեր ջան, ինչքան կասկածու բանումներ, փարատվեց կոպիտ ասած։ Որտեղ դու անգամ մի գրամ կասկած չունես, որ այդ քո անտեր ստուդենտը իրոք կապ ունի ստուդենտի հետ։ Որտեղ ասում ես, բանը չի ասում ստուդի։ Ես էս նոր եմ ավելացնում։ Չէ, տղեկ, ես պրոստը զարգացնում եմ, չէ, ես չեմ ասում դուք պիտի հարազատ եք ես էլ։ Գնացինք տղեկ ջան։ Ահա։ Այդ ստուդենտից հետո մի հատ կար ինչ։ Միջին թվականագանը սա ուսանողի։ Average of grade, չէ։ Ահա։ Լետ։ Տղեկ, գումար հաշվելու համար ինչ գիտեք։ Փոփոխական ինչ-որ կամ կրանք համապատասխանեցնենք զրոյական էլեմենտի բանի, անունչա այդ ընտրին, այդ բանին, կամ էլ կրանք ինչ-որ Տղեկ, այսինքն հաստատ թիվա this is student զրոտան, կամ էլ կրանք գրենք լետիդի հավասարա ստուդենտի 0-րդի օրենք է բանում։ 0-րդ, չջոք ինչ կապ Թե նայ, let sum-ը կրանք զրոտ անանք, նաև կրանք գրենք let sum-ը հավասարա այդ ստուդենտ 40 փագի 0-րդ կետ այդ գրեդի, հա։ Բանն եմ հաշվում, տիկ ջան, իրանց Այդ գրեդի։ գրեյդների միջ գումար, հա, գումարն եմ հաշվում։ Իմացածս է։ Վերջում ինչ պտի վերադարձնեմ տղեկ։ Ռետորնարը կամ խլորը կամ է սումը բարնա լենգթի վրա։ Ստուդենտի, this is ստուդենտի լենգթի, չէ։ Ստուդենտի լենգթի։ Ահա, օքեյ։ Տղեկ ջան, քանի որ այս փուլից արդեն դուրս ենք եկել վաղուց, հա։ Եկեք ավելի կարճ ու արդեն գիրված, էսի այն ժամանակ էին գրում, որ դուք այդ ամբողջ այդ գաղափարը լոգիկան ֆուլ հասկանաք, հա։ Կա զանգվածի մեթոդ, որը կոչվում է Մի էլսել չեն գրելու։ Դու ես որոշում, դու ինչ ես դու։ Հա, հասկանում։ Ուզում եմ ասել, ոնց որ կա մի հատ տարբերակ, որ կա պարտադիր չի տղեկ, ոնց որ այդ կոպիտ ասած այդ տարիքից դուրս ենք եկել։ Այսինքն կարող ենք գրել այս խոսքի ո՞ր է նորմալի։ Այս որ հեսան բացի։ Մեթոդի մեջ պարամետր դիտանք, որ ինքը հաշվի։ Any function parameter։ Այո, չկա։ Ընկանում է, էլի արդյոք։ Հա, բայց մի հատ բան հարցնում։ Ինքը Reduce, անցել եք տղեկ, եսի դուք նեշի չեք անցել։ Եսի նեշի ձեր առաջի անգամ եք տենում ես reduce էլ։ Ես։ Ես այդ կհիշացնեմ։ Չէ, հեսակ ասեմ, տղեկ ջան, նայեք, ես reduce-ը, պրոստը ես ամբողջը, ես կտորը, արդեն գրած է։ Ինչ է անում, ասում է եղբայր ջան, this is student, reduce, ով ֆունկցիա է սպասում մի հատ։ Երկու հատ պարամետր է սպասում, Վալեր։ Նախնական արժեքը, որը որ 0-ն անենք։ Չէ՞տիկ։ Զուտ իրա մեջ ես դնում անգամից։ Որը արտադրյալ հաշվեիր 1 կդնեիր։ Կամ խոսքի մի խնդրուսից կախված կարող է ուրիշ բաներ ուզում լինել։ Ըստ ինքը ախպեր sense բան առաջարկում ԱՑՑ on այս պահի օբյեկտն է, ԱՑՑ-ն արդեն գումարն է։ Տղեկ ջան, sense կանեմ, sum կգրեմ ստեղ, հա, որ բան ալի։ Ու student։ Այսինքն sum-ը
տղեկ ջան, առաջի պարամետրը, հետի նախորդների արդեն պահած գումարն, հա։ Ստուդենտը այս պայի օբյեկտ է, ինքը հանֆոր ախռում։ Ովքեր տղեկ այս նույն լոգիկան սա իրամոտ գրած է։ Ինչ անում, սումին պլյուս հավասարանում, հա։ Նույնն է այդ օգում, որ խորանում ես, շատ մեծ տարբերություն չկա։ Սումին պլյուս հավասարանում, տղեկ ջան։ Ստուդենտի get grade։ 0 նախնական արժեքն է գուգին ջան, 0 լինի, 1 լինի, թե 10։ Ինչ արեցի Վալեր ջան։ Իտոգում նույն զիբիլն է գրած, լրիվ նույն բանն է տղեկ։ Գաղափարապես եւ ամեն ինչով գրել է ձեր նկարչը։ Հա։ Ոնց որ նայ, մի անգամից ռեդուսը թիվը հաշվում return անում։ Մի հատ բան ավելի անչ է։ Հա, պրոստը ասեմ իշտա, պրոստը արդեն բոլորի աշկը սովոր է ռեդուսը գումարը հաշվում կամ այտենց ինչ-որ մի բան զանգվածի, հա։ Ոնց որ ով տենա, մի անգամից ասելու հա, լավ, всё, պարզ է ռեդուսը հանգստը։ Ընդունված գաղափարներ է տղեկ, ջոգում ես, ինչ ես լոգիկա տենամ գրած մտնեմ խորանամ տենամ ինչ ես արի, ինչ ռեդուս տենամ, всё, մի անգամից կջոգեմ ինչի համար։ Դες ոնց որ իրար իշմարներով ինչքան արագ լինի, մեկը մյուսի կոդը հասկանալը շատ արագ է դառնում։ Թե չէ, ամեն մեկը կարա դնի մի հատ այնպես լոգիկա գրի 4 որ մենակ ջոգենք ինչ գումարման բանաձև է գրել։ Էս ինչ էր։ Արես նուլենա։ Տեսար։ Էսի ջնջեցինք։ Տակ ջան, պարզա չէ այդ մոմենտը։ Всё։ Հա, չկա պետք է չի։ Ես ստուդենտը հասկացանք, մնացով ամենաբարձր իլյուստրացիա որ я անունը։ Okay։ Անունը դիմանա, ո՞ր get top student։ Եկեք ես լավ թեստենք։ Դա եկեք մի անգամից տակից, այս որ բրցնեմ։ Գրեմ ստուդենտս ջան։ Չէ, պոլիտեխնիկին տղեկ, չէ։ Պոլիտեխնիկին։ Պետք է հարցնեմ, կասես ինձ ով է քո ամենաբարձր միավորովը, չէ, Վալեր։ Այս վերջի գրածը ստուգելու համար։ Պոլիտեխնիկը չի պատասխանատու տղեկ։ Հովսանովները չեն դրա համար պատասխանատու։ Պետությունը ախպեր, պոլիտեխնիկին հարցում աղարկում, ասում ախպերս, հələ ասա տնամ ով է քո ամենալավ ուսանող, ամենամիջին ուսանողների գնահատականը ո՞նց է։ 6.5 ասում ախպեր։ Հա, այսինքն դու տես պետությունը արդեն կոպիտ ասած ուսանողների միջին գնահատականից կարա հասկանա ախպեր, համալսարանը ինչ մակարդակի համալսարան։ Ահա, այս ինչ ուժեղ սարք բաներ ենք սարքում։ Հիմա նայ, մի հատ էլ կա տղեկ ջան, get top students, հա։ Նայ, հիմա ես find ասում եմ, բայց Տիկոյի ասածն էլ է ճիշտ, Տիկոն էլ ասում ախպեր, բայց find-ը բայց ոնց պետք է տա այդ արժեքը, բայց հիմա նայ Գուրգեն ջան, բայց Տիկոն ինչ է արել։ Ուրեմն նայ, Տիկ ջան, հիշացնես պայմանը ինչ էր գրել։ For էր ֆրացե, չէ։ This is students, չէ։ Թե հա, դու սովորական for-ով էիր արել, արի սովորական for-ով գրեմ, որ This is students, չէ, սենց։ Եթե ստուդենտի for-ով եմ ֆրացել մի անգամից։ Հա, թե քեզի սովորական էր պետք, let-ի Okay, let-ին հավասար է 0, in փոքր է։ Okay, ինչ եմ անում։ Մեծա։ Ահա։ Ահա։ Հա, նայ։ Ինչ անում հերթականությունը հիշում եք տղեկ։ Օրիգինալ։ 9-ը առաջինը,
Նայ, 9-ը որ վերջինը դնես, ինքը բերի առաջինը ծրակինն է։ նայեք, հեսա մատողշի բոլորով նայ։ Բալոջա լոգիկան պատկերացրեցին, ինչ ասում եմ։ Միշտ առաջինի տեղը բերում է դնում է ամենաբարձրին։ Ու տենց անդադ գնում է, Այդ ստուգենք տիկ ջան, արի թեստ անենք, հա։ Թու ինչ պետք է կանչի, դրեք պոլիտեխնիկ չէ, արա ուզում ես ստուդենտը պրոստը տպեի մի հատ։ Մեկ էլ ուզում եի դե էսի էլ պետք չի, սրա տեղ եկեք վերակամից կանչեմ get top ստուդենտը, չէ։ Նա գնաց։ Ով է 9 6 7 4 ոնց դասավորել եմ, տես մնացել էր, չէ։ Դե, օքեյ։ 6 9 5 3, հա։ 9 բերելա դեմ Ճիշտ ասում։ Չէ, հələ ճիշտ աշխատում։ Չէ, զստուգել եմ էթոն, հասկանանք որ դե փոս տալու էլ։ Այսինքն կարող է այդպես իշխել փոխանի։ Չէ, ճիշտ աշխատում։ Պրոստը գիտես ինչն եմ մտածում, ինքը ստեղ դու տեղերով փոխում ես, ինչի կոնսոլից արա կարող ես ստեյտոպել։ Չի տեղերով չի փոխում օրիգինալը։ Որտեւ ես ստե տեղափոխություն եմ անում։ Ոչ։ 0-րդի տեղը բերում ես 3-րդն ես դնում։ Չի կարող։ Չի կարող, դիք ջան, սա վատը հենց էդ էլ։ Պետք է փոխի, որտեվ ախր մենք ստե явնի տեղերով փոխում ենք իրանց։ Ինչ ենք անում։ Ու 4-րդը, 3-րդը բերում ենք դնում ենք առաջինի տեղը։ Տեղերով զամենա է սա։ Բայց իմ կոնսոլի մեջ արդեն պետք է դա ոնց որ երևա, էլի։ Չէ, հեսա, հələ սպասեք մի վարքա։ Ստե вообще մտնում ատոք։ Մտնում է։ Ինչի չի մի անգամ մտել է։ Ալա դա փոխել է ուրախ։ Գնում եք չէ տղեկ ինչ նա հարցես։ ամենական փոխում է։ Դու փոխում ես явնի տեղը, բայց ինչի չի փոխում։ Թու տղեկ։ Բռնել եմ ես ապուր զանգվածն եմ տպում արա այս դուսի։ Պոլիտեխնիկի ստուդենտներ են ձիպել։ Ես ես դասի խալխի զանգված է ինչ կա, էսի բեքից եկած զանգվածն են, ես սրա մեջ ստուդենտներ պետք սրա հետ ենք գործանում։ Գրել եմ երկու տեղն է տպել եմ, ալա ես ասում եմ, ո՞նց կարա դες բանը։ Ես էլ պետք է էդի տպի։ Ոստը որ բացում արդեն փոխածացած տա։ Տեսար, հա օպա, նայտիկ դատան արդեն փչացել է 2.9 բերեց։ Տեսար ինչ է։ Ասեմ, որտեվ այն նրանից, նայ, գտա որ 9-րդը մեծ է։ Դու ինչ արիր։ Դու կամ նայ, տիկ ջան, պետք է տեղափոխեիր, էսի բերեիր ըստե դնեիր, էսե տանեիր խոսքի նրա տեղը, չէ՞, օրինակ։ Տեղերով փոխեիր։ Չէ՞։ Բայց դու գիտես ինչ ես անում։ Դու ուղղակի այնի վերցնում ես կոպին նրա, սրա կոպին վերցնում ես։ Բերում ես սրա տեղն ես դնում, այսինքն։
6-դ կոլա, всё։ 6-դ կորցրեց։ Շուտ այդ ուսանողին կորցրեց։ Հա? Բալեր պատկերացրիր ինչ եղավ։ Դու նրա տեղը դրիր դրան։ Ուրիշ բան, ես էլ պահեիր, դիք ջան։ Ուրիշ բան, սես հարիֆիս է պահեիր, տանը իրեն նրա տեղը դնեիր։ Ասեիր ախպեր, ստուդենտի 0-րդը, դիք։ Հավասարա ստուդենտի 3-րդին ու դիսի ստուդենտի 3-րդն էլ դիք, հավասարա, բայց պետք է պահածը լինք մինչև թաղելը։ Всё, ախպեր, այս տողից հետո դիք թաղել է ստուդենտի 0-րդի։ Էլ ոչ հետք ոչի բան չգիտի, ոչ մեկ չի մացավ տենցի ով էր տեղը։ Ոնց որ բանի վրա, օբյեկտի վրա բերիր օբյեկտերի են հինը գնաց կոլա։ Գոնե ստե պետք է բերեինք ասեին կոնստանտ ախպեր ջան։ Current-ը հավասարա ստուդենտի 0-րդ, չէ՞։ Всё, 0-րդի տեղը բեր թազենդիր, ախպեր, բայց այն եղածի ինդեքսներ, կոպիտ ասած դարակների ապրանքները վեգալես տեղափոխեց։ Այ հիմի ախպեր, տեղափոխությունը կաշխատի ձեր ասած։ Հիմի նայ։ 9, նայ 9 ու 6-ը տեղափոխվան, վալը, պրոստը։ Okay, այսինքն դեմից 6, 4, 9, 3 է, զուտ այս երկուսը տեղափոխվան իրար հետ։ Okay, այս ուրիշ բան, տղեկ, բայց եկեք այտենց չանենք, հա, եկեք լուչը, տղեկ, պետք է խուսափենք սենց բաներից, որ вообще զանգվածին չկպնենք։ Կալանք։ Համաձայն եմ, տղեկ, այսինքն մենք հերիքա ուղակի, ասենք array get sort։ Տղեկ, եթե նույնիսկ օգտվում եք ChatGPT-ից, օգտվեք սենց բաներով։ Բայց ոչ թե ChatGPT-ից, Google-ից poisk տվեք։ Ասեմ ինչն է տարբերությունը։ ChatGPT-ին քեզ տալիս է կոնկրետ լուծում։ Իսկ երբ որ դու ես poisk ես տալի, տղեկ, աշկովդ 1000 ու մի բան է անգնում։ Կարող է Վալեր ջան մի հատ հետաքրքիր բան գտնես, աշկը թազա բան տենա։ ChatGPT-ին կոնկրետ մի տուպոյ լուծում առաջարկում։ Ու քեզ ինքս ինքան սարքում է տուպոյ։ Հա, նա քեզի կոնկրետ լուծում առաջարկում, բայց դու աբզոր չես ունենում դրանից հետո։ Դրա նման բուկվալը մի չրթիկ տարբերվող խնդիր է, նորից գնալու ես ChatGPT-ին հարցրես։ Ուր է այդ անտեր սորտը։ Նայեք, տղեկ, ինչ եմ ասում։ Հիմի հասարակ հարցեն չի անցա այսքան օրինակի վրա, որտեվ իմ մոտ սովորական զանգված չի տղեկ, իմ մոտ օբյեկտներով զանգված է։ Դրա համար միանգամից այս օրինակները նայում եմ, իջնում եմ առաջ։ Հենց պետք է այս օրինակը բռնես, չէ՞ տիկ։ Զանգվածը օբյեկտներով, չէ՞ Վալեր ջան, իմ մոտ է չի այդ դեպքը։ Item sort as my value is անած b-ի բան։ Okay։ Նաբես, էդի դասավորում ա ոչ։ Այդ վաղ Գուրգեն ջան։ Հիմի նայ, տիկոյի ուզած 0-րդը կանանք վերցնենք։ Պետք է ասենք this-ի get students get sort AUB, թոմնա AUB ախպեր, այ բայց value չէ։ Grade-ից, չէ՞։ Վալեր ջան։ Անուբեն հաջորդ ու նախորդն է, էլի ոնց որ նախորդ ու հաջորդ էլեմենտներն է։ Միշտ ինչ անում, նախորդինից հանում է բանը, ավշուտ այս պահինից հանում է նախորդին, էլ։ Հիմի տղեկ ջան, եկեք մի հատ տեսի, որպեսի հանելուկ չմնա, եկեք ուղակի կոնսոլ լոգ անեմ, հələ այդ return-ը հետ։ Comment-ը, էլի, հա։ Պրոստը ուզում եմ այդ կոնսոլ անեմ տենա։ Որտեղ ալի ես էլ չգիտեմ։ Էսա 3, 4, 6, 9 տղեկ, նայեք, սիրուն մարդը դասավորեց։ Չէ՞։ 3, 4, 6, 9, այսքան ինքը դասավորել է բանով, նվազ, Գուրգեն ջան, հերիքա I ու B-ի տեղերը փոխենք, չէ՞, ասում եմ Վալեր ջան, ոչ թե հաջորդինից հանի նախորդ, այլ նախորդինից հաջորդ։ Այդ վաղտ արդեն հերթականությունը փոխվում է, ու եթե ես նայեմ այս բանին, արդեն 9, 6, 4, 3, տիկ ջան, այս վաղտ արդեն 0-րդը ուղարկի դե։ Ջան։ 0-րդը։ Չէ՞։ Տիկ իսկ քեզ չի հետաքրքրում են փաստը արդյոք օրիգինալ զանգվածը չփոխվա։ Հələ եկեք ստուգենք։ Չգիտեմ։ Ճագիկ, բայց ինչն է իմ անհանգստությունը։ Էսի չէր պոլիտեխնիկի ստուդենտը չէր, այսինքն get top-ը թո ստանա, ախպեր, թո տպի։ Կներեք, բայց 0-րդի full name-ն էր, չէ՞ պետք։
Սենց անեն Վալեր ջան։ Այս մասը պարզ է, չէ՞ Վալեր։ Հիմա իմ հարցը այնա տղեկ, ինձ հետաքրքրում է օրիգինալ զանգված այս բան ունիվերսիտեի զանգվածը հերթականությունը փոխելա, թե ես ուղղակի այդ պահին տենց մնաց։ Անտուան Դսենտ 2-ն է ասում, հա։ Ճիշտ է ասում։ Հա, ճիշտ է ասում։ Բա զանգվածիս հետ ինչ ա եղել։ 964 լավ չի էլի։ Դե հա, բայց ինչի այն թող իսկական զանգվածին կպնում։ Բա Տիկ ջան, հետո որ հարցնեն ախպեր ով է առաջինը ընդունվել, всё։ Դե արյու քթի Վալեր ջան, հերթականությունը փոխել ես, օրիգինալ ինֆորմացիայի վրա բան ես փոխել։ Հերթականությունը փոխել ես Մատյանի ախպեր, դե գնա ուտակից դուրս արի, որ հարցնեն առաջինը ով է գրանցվել համալսարանում, առատ է կպատասխանես տալիս։ Դրա համար, ոնց անենք, որ այս ֆունկցիոնալը էլի մնա սենց, բայց օրիգինալին չկպ։ Եկա մաքսիմումով Ծանոթ է էսի տակ։ Ես ինչ անեմ։ Սա քանդում լուծում եմ այդ զանգվածը։ Թազա զանգվածի մեջ։ Սա բայց մի տողով։ Ջան։ Մի տողով։ Հա, մի հատ օքսի զանգված է սա։ Գնանք տենանք օրիգինալին կպելենք, չէ։ Ալո ջան, ինչ արի ինձ։ Մի հատ թազա զանգված սարքեցի, ստեղ, հենց նոր ոտի վրա։ Կոպիան լցեցի մեջը, այս օբյեկտները լցրեցի մեջը։ Ասի ախպեր սորտինգ արա թազա զանգվածի վրա։ Ինքը ոնց որ վեկալեց Վալեր ջան, եղածը քսերոքս արեց, լցեց այդ զանգվածի մեջ։ Արդեն այդ քսերոքս արած զանգվածը սորտ արեց Գուրգեն ջան։ Օրիգինալը եղբայր ջան, մնաց օրիգինալ, դու քո հարցի պատասխանը ստացար։ Դիտողում դու իմացար ով է ամենաբարձր միավոր ստացած ուսանողը տղեկ ու չիկի պուկի չէ։ Կլինի։ Էսի գիտես նույնն է, Գուրգեն ջան, ճիշտ ես ասում, էսի մենք այն ժամանակ ոնց որ սամի մասը ասեցի։ Այն վաղ տարել ենք մենք այդ լոգիկան 0-ից 8-ի դո գրել ենք Գուրգեն ջան։ Բայց մի ոնց որ պետք է փորձենք ավելի արդեն պատրաստի բաներ օգտագործենք։ Որտեղ կարևորը մենք տրամաբանությունը լոգիկան գիտենք սա։ Հա? Գուրգենը տղեկ 5 տարբերակով գնացի մաքուր քթել էր, մաքսիմում մինիմում էր արել, ախպեր մեծագույնը պահել էր։ Հիշում եք min max էինք պահում։ Բա մինիմում օբյեկտներ պահում կամ մաքսիմում օբյեկտներ պահում։ Մեծ ու փոքր էիր անում, ախպեր մինչև հասնեիր դու վերջ։ Այդ ժամանակ ոչ սորտինգ կանեիր, ոչ բան կանեիր, այդ տարբերակն էլ է լավը։ Հələ դաժե վիճելի է, այդ տարբերակն է լավը, թե սորտով։ Օպտիմալ տեսանկյունից էլ, հա? Երկար է, բայց այդ եմ ասում, մի քիչ վիճելի է, ես որ ասես ախպեր, կարող է էսի ավելի շատ ատակից գործողություն կատարվում, որ այդ անտեր մի հատ անտեր մաքսիմում կամ մինիմում գտնի, Վալեր ջան։ Քանս օրինակ Գուրգենի գտած այդ min max 5 տարբերակով էլ։ Okay, տղեկ, էսի է եղավ։ Ահա։ Մյուսը ինչ խնդիր էր, չեմ հիշում։ Մի պահ հաղթանց, որ վերջում։ Մյուսը հեսա հուշումը կտամ կքաշվեմ վրա, բնականաբար լրիվ չեմ լուծի, էլ։ Ասում եմ դեր բանա, այդ վերջում հեժդերներում դնում են դեկադին կոդ, այդ պահը։ Լավ, եկեք էսի ընդհանուր տղեկ էս տե պարզ ասա։ Այս մարդ հաստատ չունենք։ Համի կլներ ես Գուրգեն ջան, մինչև այս թազին անցնել եմ, մի հատ թազը բան ավելացնեմ, նոր առանցնենք էս եւ մյուս հաջորդին, էլի, հա։ Համի նայ Գուրգեն ջան։ Դու գնացել ես այս օբյեկտիվերից կանչել ես full name, ճիշտ է։ Հա։ Հիմա, եթե ասեն ոչ թե իր անունն ազգանունը դուր, այլ ասեն իր մի հատ դոսիեն խնդրեմ մեզ տրամադրեիք, հա։ Կամ մի հատ կասեին ախպեր այդ ուսանողի համար, Գուրգեն ջան, մի հատ ինքնակենսագրակ։ Որտեղ։ Ստուդենտի մեջ, չէ։ Անունը դնենք, բան, get ինքնակենսագրակ։ Բանը չէ, ոնց է։ В общем, գրում եմ ինքնա Վալեր ինքնակենսագրությունը ոնց է անգլերեն։ Description-ը նկարագրությունն է։ Է լավ է։ Ես հույսս դրել եմ փուլը։ Լավ, ինչևից է գնացին get info եմ գրում։ Տղեկ ջան, ինչ պետք է անի get info-ն, return պետք է անի։ Հələ։ Աբրես։
Լավ բարի, autobiography sense, հա։ Տղեկ ջան, ինչը պետք է վերադարձի, Գուրգեն ջան, մի հատ տեքստ եմ վերադարձնում ես շակերտներով։ This is get full name։ Կամ ստեղը սենց մի հատ ոպշում անկապ տեքստ կարա լինի, my name is yes image, my I born in գնացինք DC birthday, չէ։ Ահա։ My բանը, դու ասա, չունենք իր կապելու տեղը։ Չէ, դե դիկա պրոցես ձերով է։ Չէ, պետք է կամ եթե իրական ինֆո ունես, պետք է գրես, եթե չէ։ My ավարաջ Great is who բանը DC great, չէ։ So, տղեկ, այսքան ես հերիքա and DC get full name-ի տեղը։ Կանչեմ, այս անտեր 0-րդ կետ, Վալեր ջան։ Get autobiography, ես եկև արդեն բերում։ Ահա, всё, տղեկ։ Տես, էսի ում մեթոդն է, տիկ ջան։ Ինքնակենսագրականը հո դա համալսարանի գործը չի։ Համալսարանը քեզ ասել է տղա ջան, նա ինքնակենսագրականը ներկայացրու, բերտուս թուղթոնց։ Չէ՞ խոսքի։ Դրա համար Վալեր ջան, այդ university-ի մեջ չի գրած այս մեթոդը, այլ ստուդենտինն է։ Ասма քոնը չի, պետության։ Մի գալիս ենք նայենք։ Всё, տղեկ, կայֆը տա ունենք։ Նան։ Իասքանչախի նան։ Grade-ը չեմ գրել։ Արա դիս բաժանած grade եմ գրել։ Դիսի grade։ Всё, այսքան բան։ Okay։ Ափսոսել էր, բայց դե ինչ է։ Համի նայեք։ Ինչ ասում, ասում մի հատ employee class սարք, ես սարքեմ, class employee։ Մի просто это режим людей, которые Նայեք, Գուրգեն ջան, այսի էլ եկեք արագ կոնստրուկտորը ինչ էր ասում, name-ը, name and position, դիրքը, էլի ոնց էր, հաստիկ, ու salary։ հաստիկ ու աշխատանք։ Ահա, okay։ Դեսի name-ը, հավասարը name-ի, դեսի position-ը, position-ի, salary-ն է salary, okay։ Ինչ պետք է ունենա, class-ը պետք է ունենա method, render, okay։ Հա, container ID, լավ։ Որը ստեղծում է HTML տարող օրինակ լի, ցուցադրում է աշխատողի տվյալները դոմում նշված container ID-ով տարի մեջ, okay։ Տղեկ, բացատրեմ ընդհանուր ինչա կատարում։ Մի հատ ֆորմ ունես, Գուրգեն ջան։ Որտեղ լրացնում են տվյալները, save են սխմում, չէ՞, հեն ասում աղբեր ջան։ Մի հատ էլ կոճակ ավելացնում։ Ահա։ Չէ, Գուրգեն ջան, նա div է սարքում։ Չէ, հաջող։ Ինչ գտնել է։ Էլեմենտները գտնել, որ JavaScript ոչինչ չեն կլիկա։ Մի գտնել է, employee nature դի գտնել, թե դուս։ Նայ, քանի որ employee-ի մեջ չպետք է գտնես, չէ, դա առանձին ֆունկցիա պետք է լինի։ Ասեմ ինչի, Գուրգեն ջան, ասեմ ինչի, կամ որտեվ քո employee class-ը մի հատ employee է իրանից ենթադրում։ Չէ, զուտ դրա համար էր, տղեկ, որպեսզի զուտ ամենավերջում, այսքան նայեք։ Ինչ եմ անելու, տիկ, գրելու եմ մի հատ ուրիշ class կարամ սարքեմ կամ կարամ ֆունկցիա անեմ, ոնց կուզեք։ Կուզեք ահա, նայեք, գնացինք։ Լավ եկեք, ես էլ արագ բանան։ Ուրեմն class form, չէ, Վալեր ջան։ Ստու employee-ն ուրիշ բան է, տիկ։ Employee-ն ուրիշ բան է, form-ը ուրիշ class է, տղեկ։ Այսինքն չես form-ը դետա employee-ն։ Form-ը պետք է պատասխանատու լինի form-ի տվյալները հավաքագրելու համար, իսկ տղեկ ջան, employee-ն պետք է պատասխանատու լինի այդ օբյեկտը սարքելու եւ նկարելու համար։ Հա? Okay, այսքան form-ը, Գուրգեն ջան, այդ քո ասած էլեմենտները պետք է դա գտնի։ Ինչ է անելու։ Form-ը ասելու է եղբայր ջան,
Name-ը name-ը position հաստիկն է, մեկ է logic-ի չափ, seller-in type-ը number, Ես չերես ինչ է գուրգին չափ, եթե data ಏನոր անում եք է, data կետնեյմը հավասարանում է անուն ունենատը, որտեղ առանցնեյնի նորմալ չէ, ինտենց է կարող չէ անում։ հատատես վերցրել, Հա, հին տարբերակ է, էլի, հա, всё։ Կոնստրուկտորի մեջ ինչ պետք է արվի տղեկ, DC input-ը հավասար է, չէ՞ տիկ, document, ապրես, form կլասի մեջի, բոլոր input-ները, չէ՞ վալեր, DC button-ը հավասար է, query selector, չէ, սենց, կտանք ինչ պետք է, գնացին, մի հատ ֆունկցիա պետք է ունենաս տիկ, ներքին օգտագործման, եթե ներքին է ուրեմն տակի գծիկով, ինչ ենք ասում, add button click, չէ վալեր չան, ասպենք պետք է գնաս button-ի click-ին լսես, երբ պետք է կանչվի, իհարկե հենց կոնստրուկտորը աշխատես մի անգամից ինքը պետք է ավելանա գուրգեն չն, ամենաառաջի բաներից մեկն է տիկ, որ սաղ լոգիկան իդոգում է սրանից է կախված, ինչ պետք է գրվի մեջը վալեր չան, this get button, add event listener, click, չէ վալեր, Խիկ սաղ արի կոնստրուկտորի մեջ, տակ ճան, եսի զավացքոյ բաներն էր, այսքն են ամենա ստարտավի բաները, որ պետք էր ընձի, դրանից հետո ես կարող ես լոգիկան կոնստրուկտորի մեջ գրեի, ուղղակի կոկիկ չի տակ ճան, ավելավ առանձին մեթոդների բաժանենք, էլի, հա, add event listener click, ինչ պետք է աներ, constant, obj-ն, չէ, հավասար է դատարկախ, DC inputs, չէ գուրգեն չան, DC inputs get for, չէ, ուրեմն, object-ի, վալեր ճան, մեջ, input-ի, name-ը որպես k ընդունենք, չէ, չէ որ ես արդեն HTML-ում զախորոք սաղ գրել եմ, name, position ու seller-ի, հնենց եմ արել, որ k-երև ավտոմատ գանասի տեղ, հավասարա, վալեր ճան, որ խորանայինք նորմալ ակուրատնի ստուգում կանենք նոր, օրինակ, եթե ստեղ required լներ խոսքի ես անտեր name-ը ու position-ը, ես ստեղ մի հատ է պետք է գայ ստուգեի վալեր ճան, եթե կա MPC մի հատ input, որը required է, չէ, MPC մի input, որը որ required է, ու ինքը, չէ, տիկ, ու չկա, կներեք տեղ,
ինչ ես տերում, ամեն անգամ պապիկա պետք է անել։ Էլի նոտար էինք անշուտ։ Ասի անցած անգամ ասել եմ ախպերում, ինչ ստուրագեք սաղ պայմանագրի, գալացող չեք գա։ Հա, ասում է ջուրը 3 օրի կներեք, ասում է ջուրը 3 օրից ելնում, ասում եմ անցած ամիս զանգեք եցիք, մի ամիս անցել է, վրեն, ասիք 2 օրից ջուրը ելնում, ասում եմ ախպեր, մի ամիս անցավ է 3 օրը չվարած։ Գուլյատ էլ ելնում։ Կշտացա։ Input get տղեկ ջան, հա ուր ասանք տղեկ վալիդացիան ո՞նց պետք է անենք input-ը եթե required-ը ու value չկա տիկ։ Էլ ում է պետք, չէ՞ Գուրգեն չէ։ Ահա։ Արա, բանենք մոռացե տղեկ ինչ, պարստե մի բան պետք է պահել։ Late valid-ը հավասար է true։ Ենթադրենք ամեն ինչ նորմալ է։ Վալեր ջան, ենթադրություններս կդառնան կեղծ, երբ որ մի հատ required input չունենա value, ճիշտ է։ Всё, եղբայր ջան։ Հակառակ դեպքում թող լրացնի այս input-ը, չէ՞ Գուրգեն ջան, ահա։ Ես էստեղ բան չունեմ, ոչ դեմ եմ, ոչ կողմ, ախպերը։ Վայ, input-ի value-ն չէ՞ պետք է դնենք, Վալեր։ Օրոք, այսինքն։ Всё։ Վերրոձի պրծանք տվեք ես մոմենտը, չէ՞։ Ահա, հələ։ Ինչ զանգված։ Ինքը մի հատի համար է, չէ՞ աշխատում։ Ինքը մնացած է փող չունի գուցե։ Console log ենք անում, տվեք։ Object։ Ինքը մենակ մի հատ բան է, գործառույթ է, կատարվում է, եկալում է, տանտերը տալիս է քեզ։ Հələ գիտենանք աշխատում, հա։ Այ չեզի բան։ Տղեկ ջան, ոչ form-ի new-ն եմ սարքել, ոչ է նրան։ Բայց նրանը պետք է չի, constant, Վալեր ջան, form-ը հավասար է, տեսեք ասում, new form, ծա այվի կաշխատի տղեկ։ Նույն ոնց էր ֆունկցիա սարքես, ֆունկցիան չկանչես, նույն ձևի բան է, դե։ Էսի պետք է սարքվի ավտոմատ, երբ որ form-ը save-ը լինի։ Գնացինք։ Ես ինչ էր, is not a function։ Հա, լավ գիտեմ ինչից է։ Սի մոտ անունը փոխեցի, հետ դզեցի վերևը չարի, էլի, լեն մեծատաղ եկել է։ Լրացնեմ, տղեկ ջան, չէ, հա, save, undefined, բա։ Ջան չէ, տիկ ջան, պրոստը վստե երբեք չմտավ։ Audio name-ը ճիշտ ես ասում։ Չեմ անլաբեց։ Ուրա։ Չեմ, ծորդ էր։ Չէ, չկա, չունի։ Save-ը սխմենք, seller-ին դատարկի, seller-ին մենակ գրես տղեկ ջան, որտեղ seller-ին ոչ պարտադիր դաշտ էր, required-ը դրած չէր, էլի, բայց ոչ alert ցույց տվի, ոչ բանորի, կարող է տղեկ նա պետք է ասե եթե valid false-ա, չէ, valid չի, valid։ Մի հատ թո alert-ով error ցույց տա, որ sense չեղավ։ Ու return անի, Վալեր, պարտադիր, return-ը ինչի համանատիկ, որ մնացած ներքևի ոչ միտով չաշխատի, չէ Գուրգեն ջան։ Ահա, լավ, շատ լավ համաձայն եմ բոլորիդ հետ։ Գնացինք։ Լրացրեցինք։ Երկրորդը չլրացինք, sense չեղավ, գնացինք, օքեյ, ես էլ եմ լրացնում, Վալեր ջան։ Լավ կան, ես էլ լրացնեմ։ Всё, օբյեկտը ունեմ։ Unparod input-ա, unparod օբյեկտա, չէ։ Տեսակ չունի, ապրես։ Այ դրա համար Գուրգեն ջան, ես մի հատ զավուդ ունեմ հատուկ employee տեսակի։ Ինչ պետք է անի։ Անի գրենք Գուրգեն ջան, այստեղ console get log new student, կդերեք employee, object-ի տիկ ջան, get name-ը, չէ, օբյեկտը չես հավաքել, position-ը ու seller-ը, տղեկ հիմա, եկեք մի հատ sense մի բան անեմ, բայց փոփոխականի չէ վերագրենք մտա, որ ինքը մնա, էսի բանը հավասար է, կերանցիս կաշխատի, եթե աշխատի կբացատրեմ ես էլ,
Արմեսի կարճ ոնց էին անում։ Ուզում եմ սա մի անգամից պարամետրերը փոխանցեմ через կոնստրուկտոր օբյեկտից, որ էլ չբացեմ էլի։ Նույն կարծես փոխանցում Ձևավոր փակուղիներով էր, սենց էր։ Լավ, տղեկ, եկեք կարճով գրեմ, հա, երկարով գրեմ։ Name-ը object-ի, բայց տղեկ իմացեք, որ հաստատ այսօր մի հատ կարճ ձև կա, որ հատած չգրենք, name object, սենց։ Ինքը հերթով պարամետրերը սաղ փոխանցում է։ Просто չեմ ուզում նույնիսկ աջեր չկալնենք, էլի սրա պատճառով։ Ինչը։ Այն որ ասել է դրա գլխավորն ու երկրորդական կարե իմիտացիոն դերով տելեֆոնով տղա այդ բանը Չէ։ Ոնց դրա փառուտի մեջ վերցնենք բանա դեպի կարասար է դեպի Ոնց։ Կոնստ Հա, լավ, հասկացա ինչ ես ասում։ Բանը դեռ։ Դավիք ինչ արեցի, այս employee տեսա, այս կոպիտ ասած այս տուֆտա օբյեկտը վերածեցի պարոդիստի օբյեկտի։ Լավ, Ալեր ջան, էլ նկարելու հետ այս ինֆորմը, ապշե, կապ չունի դի։ Որտեվ դու քո employee կլասի մեջ ունես render։ Այո, եկեք render-ն կանչենք, տղեկ ջան, այսինքն այս employee-ին, չէ՞։ Render մեթոդը կանչենք, ինքը սպասում է, որ մի հատ UL-ի բան տակ։ Այսինքն մի հատ div ունենաս ներքևը։ UL, ոբշե։ ID։ Ինչ ուզեմ, ո՞րն է տա։ Թողել։ Գամ, կասեմ եղբայր ջան, այ սրա մեջ, չէ՞։ Չէ՞։ Ահա։ Կարող սենց տամ, կարող ուղղակի սենց տամ։ Render-ը, ասի constant picture։ UL-ը կամ ինչևից է հավասարը document get element by ID container ID չէ Վալեր չէ container ID string-ով Գուրգեն ջան փոխանցվում է render ֆունկցիայի միջոցով որտև render-ը պարամետրով սպասում է container ID UL-ը գտանք Վալեր ջան constant line հավասարը create element document չէ Աբրես մի հատ պետք ինձի ինքը չի ասում ես բոլորի համար հատ անելու եմ Գուրգեն ջան ինքը ասում է ֆորմը լրացրիր ադարիր վերջից տակից կավելցնեմ այսինքն տայք նայեք ամեն մեկը մի անգամ անհրաժեշտ բանի համար է պատասխանատու մնալ գործ չունենա դիտողում ջոգիր ոչ է զանգվածի մեջ պահեցի create element UL-ի մեջ просто պետք է pen child ունենք հա This is name Թե Խոսքի probably this is name plus this is position Բալեր ջան, պարզ էր Տիկ ոնց էր Տակ ջոգի չէ ֆորմը պատասխանատու էր իրա ֆորմի համար employee-ն ախպերեց իրա կոնստրուկտորը սարքելու եւ render ֆունկցիան կանչելու համար Չա ախպեր ամեն մարդ ուսում է իրա դարտիկ Ես կարայի ֆորմը կլաս չսարքեի տակ եսի պրոստը որ ցոր ավելի լավացնելու համար արեցի Այսինքն դուք եսի կարայի կանեք սովորական խոսքի դուսը ֆունկցիա կամ չգիտեմ դուսը անեք պրոստը employee կլասը ուղղակի այս կտորն էր ձեզից հասնում տակ որ employee գրեիք հավասարը new employee այդ ֆորմից հավաքած տվյալները տայք իրա render ֆունկցիան է տակից կանչի բրցնում Ահա, նայ, հիմի տիկ ջան, ինչքան կանչեմ ես անտերը, մենակ այն դատան ջնջելու մասը չենք գրել, ահա, վсё։ Դե հենց։ Վերջում մենք կարանք մաքրենք պրսնենք։ Սենց էլիս տես տակը ներքևը պրոստը մացենք կանչեմ։ Աշ կարամ ես փակագծերի մեջի չգրեմ, տիկ կարամ պրոստը ինպուտի վալում։
Այնտեղ այդ մարդը տվյալներ իրավունք չունի։ Նայ, այն մարդը հələ բան է գրում։ Կարող է ճիշտ չի գրեմ, մի բան չի լրացրել, դիք ջան։ Նայ, valid ու invalid ես, չես ստուգում ստեղ։ Բա որ այս մարդը 3 տով գրել, հա? Հետևից չնջում։ Նայ, առաջարկում ես ստեղ դնեմ, չէ՞ դիք։ Նայ, այս երկրորդը չեմ լրացնում։ Վալիդացիայի խնդիր ունենք, չէ՞ ընդ։ Ասում ասենց չեղավ, ուսավ մաքրում է։ Այդ մարդը ախպեր 40 տող լրացրել է, որ սա մի հատ input-ի համար բռնում է։ Բայ ապրես, այսինքն այդ ինքը պետք է գրես այն ժամանակ, այ ապրես, Գուրգեն ջան, return-ից տակ, երբ որ всё, արդեն всё, կայֆ ուտա, ստուգել ենք։ Դաժե տղեկ, նայեք, տարել եմ ամենը ներքևն եմ անում։ Մենք ալե պրծել եմ, սաղ կայֆ ուտա, ախպեր, հարցը պատասխան չկա։ Okay, շատ լավ է։ Ահա։ Всё, տղեկ, կլասները ջոգել ենք։ Ահա, всё, ուրեմն թազը բան անցնելու վախտան գնացինք։ Կլասները ջոգել ենք, բայց հեսա կսկսենք չջոգելը ժառանգականությունը։ Պապն, այլ։ Ահա, տղեկ, ուրեմն կլասը սարքել ես, Վալեր ջան, լավ ես արել, բայց ուրեմն սարքել եմ ենթադրենք կլաս, ինչ որ person։ Ուրեմն ախպեր ջան, այս person ունի կոնստրուկտոր։ Մի հատ name-ը, մի հատ last name, կներեք, մի հատ last name-ը, մի հատ first name։ Всё, եղբայր, ես մեկ էլ լավ, թող մի հատ տարիք ունենա, կամ age, տարիք։ Всё, եղբայր։ Մարդուն ճանաչելու համար այսքան բանը կոպիտ ասած առաջին տեսանկյունից հերիք։ Ուրեմն ախպեր, երկու հատ մեթոդ ունի, move։ Հենց ձեռքերը շարժելու։ Հա, alert անում ուղղակի, չեմ ուզում այս թիմի մի հատ խնդիր լուծենք, ինձ պրինցիպն է պետք դեզի բացատրեմ, հա։ Move հենց ախպեր ջան, այս մարդը կարա շարժում է ձեռքերը։ Alert կոնքերը ոնց է բանով անգլերեն։ Կոնքերը։ Ես ասիրուշո երկն ենք գրում։ Դա յաբես։ Այլ մի հատ նայպես, համ կարևոր է։ Ինչ։ Hip, սենց Վալեր։ Hips, ման։ Ուժեղ է։ Գրեմ բան։ Ինչ։ Կլաս Սիլվա։ Okay, we wow hips։ Ահա, գժական ախպեր։ Move hips ֆունկցիան կարանք գրենք, Գուրգեն ջան, չէ՞։ Կլինի ախպեր ջան։ Հետո կոնքերը։ Ահա։ Այսքան տղեկ, սովորական person-ը ունի հետևյալ բանը, այսինքն ինքը կարող է երկու հատ ֆունկցիա կատարի, տղեկ։ Շարժի ձեռքերը եւ կոնքերը։ Հաջա։ Իրան դսից ով որ կկանչի ախպեր, կարող է չգիտեմ, ներքին ազդակները կամ ծիկերը, չգիտեմ։ Գրենք this-ի last name-ը, հավասար է last name-ին, տղեկ ջան, լավ, եկես կտորներ գրենք, this-ի։ Այսքան բայց բացի person-ից ուրիշ բան կա։ Ջան։ Հա, տակի գծիկ գրել եմ։ Всё։ Չէ, հա, այդ տակի գծիկի չէ, իրան պետք է ինչ-որ բանում թագավորական վերաբերություններով։ Իհարկե, պետք է սարքեմ օրինակ, պետք է սարքեմ Սիրուշ արմ բանը, չէ, փոփոխականը ճիշտ է։ Էկզեմպլյարն է պրոստել։ Հեսա կսարքենք անցնենք Կոնստանտ Սիրուշո տղեկ։ Չէ՞։ New person, հա, եղբայր, որի անունը Սիրուշո, ինչ է դրա ազգանունը։ Մեր բան չէ։ Քոչարյանի հարցը չի էդյա։ Սիլվա Հակոբյանն է։ Չէ, էդյա երկու, ալա դու բարա բասեք, Սիլվա Հակոբյանն, հա։ Սիրուշան Հակոբյանը բան է, մատքար է։ Մերը պարոն չէ։ Կապուտիկյան չէ։ Սիլվա Հակոբյան, կապիտան գավ։
Ալը մի քադրեք ես չեք ով բալը Սիլոյի պարը ախպեր լավ գերում եմ սիլո ախպեր պրոստը Սիլո պարով եմ գերում Սիլո պարով տարիքը չգիտեմ մի 25 տարիք այդ վաղտ կտներ էդ կա տարեք հել եկեք մի հատ կանչեմ ես բանի Սիրուշոյի move hands-ը որից հետո Վալերշան առանձին մեթոդ ունեմ Գուրգեն ջան չես կոչվում է move hips two starts to become Գնացինք ստուգենք շարժում է ձերքերը ախպեշան հետո կոնքերը տղեկ հիմա մնացել է մի հատ ցես նյուանս ավելացնենք եղբայր այս ֆունկցիոնալը հերիք չի տղեկ այսինքն նայ կոպիտ ասած person-ի գործառույթները ավարտվեց ըստեղ ինքը սրանից ավել Գուրգեն ջան բան չպետք է անի ուրեմն այս մարդուց ավելի կարևոր կոպիտ ասած կամ ավելի կենտրոնացած ավելի շատ ֆունկցիոնալ ունեցող կամ մի հոգի հաջող մեկը մեկի մեջն է գրած թե ինչ որ մեթոդից ելնելով ինչա՞ որ էսի տնողանա երեխեքի իրա մեջն է ըստ բաների Իրա ֆունկցիաներն թե որպես պարամետր ստանում էսի պերսոնալը պարամետր դառնում չէ ում պարամետր շջոն իրա օրինակ մի որ ասում ես թոր հեր ու չէ մոռացել է սպաս ընթացքը որ մեկը մեկի մեջն է գրած տենց է չէ բացարձակ կտեք ամեն մեկը առանձին Okay Ինչ-որ բանից է մեթոդը գրում դառնում է հեր նայեք տղեկ ուրեմն կլասների ժառանգականության միակ իմաստը տղեկ այնա որ օրինակ է հնում պապս տուն արել հերս ժառանգել այդ տունը ռեմոնտ արել ես ժառանգել եմ հորիցս այդ տունը կոպիտ ասած չգիտեմ ես իմ տունն եմ սարքի կամ չգիտեմ ես էլ եմ ռեմոնտ արել կամ մի սենյակ ավել եմ գցել ինչևից այսինքն յուրաքանչյուր ժառանգորդ տղեկ պարտավորվում է վերցնի ժառանգությունը ու վրան ինչ-որ մի բան ավելացնի չէ ավելացնում է պարտադիր բանը էլ ամեն դեպքում իմաստ չունի եթե բան չես ավելացնի եթե ծրագրավորման տեսանկյունից նույնպես սարքած է դու ուզում ես դրա մեջից ինչ-որ բան օգտագործել դու կարաս այդ դառնաս իրա ժառանգը ու իրա միջից այդ բանը վերցնես բայց բան չավելցնես Այ Գուրգեն ջան սովորաբար կարաս չավելացնես պրոստը կոպիտ ասած ժառանգելու իմաստն է կու բայց դու ուզում ես դու ով ես որ բան օգտագործես նայ ծրագրավորման տեսանկյունից դու վերցնում ես ինչ-որ մի բան ժառանգում ես մենակ այն տապարագան երբ որ դու ուզում ես այն նրան չկպնես ու նորը ունենաս որ այն ամբողջ ֆունկցիոնալները կունենա պլյուս ինչ-որ մի բան այսինքն Գուրգեն ջան եթե դու պլյուս ինչ-որ մի բանը չունես ուրեմն իմաստ չունի քո ժառանգել բայց արի քո ասած տարբերակով է նայել okay դու կարող ես person-ի տեղը ուզում ես չգիտեմ մի հատ սարքես մի հատ ուրիշ կլաս նայ Վալեր ջան ինչ հետաքրքիր բան է ստացվում ես ուրեմն person ունենք ունի first last name first name age ու երկու հատ ֆունկցիա կապ չունի ինչ Վալեր ջան ես սարքում եմ կլաս բան super person խոսքի հա ինչ որ super մարդ եմ սարքում չէ ուրեմն պետք է գրեմ որ այս super մարդը ժառանգում է extend ժառանգում է person-ից всё դու գիտես ես ինչա նշանակում որ այս պահից ի վեր ուրեմն այս super person-ը լրիվ ունի նույն ֆունկցիաները Էսեք ունենալ Если super person можем super հավասար նույն super person դու համային ֆունկցիաներն ունես համ թազիկ առանց պարամետր տալու հոպ չէ առանց պարամետր իր պարտադիր Հեսա ուրեմն եկեք օրինակ գրենք հələ մի գրեք մինչև օրինակը գրեմ հա Տղեկ ջան որպեսի super person-ը տղեկ ջան
Պարտավոր է մեկը ընդունի Գուրգեն ջան, այս ամբողջ տղեկ միակ բանը, հա, տղեկ ջան, միակ բանը, որ դու ստիպված ես տիկ կոպիա անես, հա, կոպիա ունենաս, կոդի կրկնություն ունենաս, լավ սենց ասել։ Էդի կոնստրուկտորի պարամետրերն է տղեկ։ Բալեր ջան, որտեվ կոնստրուկտորը միակ բանն է, որ դու ստիպված ես կրկնես ամբողջությամբ։ Մնացածը պետք չի, տիկ ջան։ Այ աբրիս, բայց ոչ թե այս մեջի գրածը, այլ ընդունվող պարամետրեր։ Օրինակ, տղեկ, եկեք սենց մի բան ասեմ։ Բացի տարիքից, այս սուպեր պերսոնը, Գուրգեն ջան, ինքը սուպեր է, ինչ-որ մի բանով պետք է առանձնանա։ Նաև, չգիտեմ, ինչ-որ, հա, weight ունի, կամ boy ունի, ախպեր, length ունի, կամ երկարություն, ոբշում գնում եմ length, ախպեր, ոբշի կարող չի։ Համի նայեք, տղեկ, length, պերսոնը չունի, իրան էդի պետք չի։ Ուրեմն, որպիսի, տիկ, ժառանգականությունը ճիշտ աշխատի, ամենաբարդ մասն է, տղեկ, ուշադրներ, կանչում եմ սուպեր։ Բալեր ջան, սուպերը գիտես ով է։ Նախորդ իրա ծնողի, կոպիտ ասացումից, որ ժառանգում է, դրա կոնստրուկտորն է։ Ուղղակի փոխանցում ես նախորդին։ Page, всё, երրորդ, հաջո։ Սուպերը Էսի։ պերսոնի չէ, Հա, սուպերը տիկ ջան, էդի կոնստրուկտորի պես բառը։ Սուպերը ոչ մեկ չի գրել, ճիշտ, ահա, լավ, հասկացա ինչ ես ասում։ Դե Վալեր ջան, այս սուպերը ֆունկցիա չի, որ մենք ենք գրել, մենք ենք սարքել, ոչ մի տեղ չկա։ Սա կախարդական բառ է։ Հա, որպեսի ավելի բան, էլի ինքը բան է կոչվում, չէ, ինքը magic չի, magic ամենակեն ֆունկցիան, որը որ առանց կողմնակի կանչի կատարվում է։ Սուպերը, տիկ ջան, պարտադիր չէ, միշտ սուպեր է գրվում էս։ Այսինքն, եթե դու ուզում ես ստացած պարամետրերը փոխանցես ժառանգվողիդ կոնստրուկտորին, որ ճիշտ աշխատի ցեպշկի, պետք է չերես սուպեր կանչես։ Սուպերը տեղը չեն կա, ավելի որ էլի դիսկ ասում։ Չէ։ Եթե գնում ես ժառանգականությունով Գուրգեն ջան, պարտավոր ես կանոններին հետևել։ Իսկ այդ կմադը թազա length-ը։ Էդի արդեն DC length-ն է։ Դեմի որ օրինակ ես այդտեղ պերսոնը ժառանգվի սուպեր պերսոնը ինչ-որ ուրիշ կլաս ունի ու իրան ժառանգ։ Էս էլ ժառանգի սուպեր պերսոնից։ Հեսա այդ էլ օրինակն եք բերեմ։ Էլի սուպեր ես գրելու ու տաս Բոլոր պարամետրերի քանակը, որը որ սպասում է, նայ, ամեն հաջորդը, ախպեր ինձ հետաքրքիր չի պապաս ինչ պարամետրեր է սպասել։ Դու ինչ։ Ես իմ հորն եմ նայում։ Իմ տղեն իմ պարամետրերի քանակին է նայելու, տղեկ։ Ամեն մեկը իր հորն է կանչում։ Հա, այսինքն կապ չունի Վալեր ջան, պերսոնը ամենաառաջին մարդն է, լավ, Ադամն է։ Ադամից հետո եկող սերունդը, որ ժառանգել է Ադամից արդեն իր ունեցվածքը։ Ավելացրել է մի հատ բան, բայց ինքը նայել է, տեսել է Ադամը կոնստրուկտորով 3 հատ բան է սպասում, այդ 3 հատն է տվել իրան, մնացածը պահել է իրան։ Նայ, դիկ ջան, length-ը արդեն Ադամից հետո եկող սուպեր պերսոնի բանն էր, դաստիժենյան էր, սենց ասած։ Ինքն է ստեղծել։ Հետո տղեկ ջան, գալիս է սուպեր պուպեր պերսոն մի հատ։ Մի սենց մի բան պատկերացրու։ Այ ապրես դու արդեն age-ը, length-ը մեկը ինչ-որ 5-րդ, չէ՞ տիկ։ Խոսքի չգիտեմ։ Բան, house, խոսքի չգիտեմ, ինչ-որ մի բան։ Ուրեմն ինչ կլինի։ DC house-ը, Վալեր ջան, էսի իրանն է, չէ՞, հավասար է house-ի, այ age-ը ու length-ը սուպեր որպես բան, սուպեր ես կանչում։ Տղեկ, այս պրինցիպը դու պահում ես ու всё կոնստրուկտորի այդ ժառանգականությունը всё տոշնի աշխատելու գծած։ Գուրգեն ջան, ի՞նչն է կայֆը։ Առաջինի մեջ կար երկու հատ մեթոդ։ Սուպեր պերսոնի մեջ սուպեր պերսոնով էներգուսը կանչես։ Ոյ, ճիշտ է, սուպեր ուպեր գրեմ, որ տարբեր ենք։ Սուպեր պերսոնա տղեկ ջան, մի հատ բան ունի, ծապ։ Clap clap։ Որը որ ալերտ անում ծապ, չէ՞։ Ծապ, հեսա կսարքենք, ոնց։ Ուրեմն, մինչև, լավ, այս սուպեր պուպերին հələ որ ժամանակավոր տղեկ, մոռանանք, երկու հատով մի հատ հասկանանք ինչա կատարվում, հետո, հա։ Կարևորը ոնց որ պրինցիպը պատկերացրիք, չէ՞։ Համին նայեք ախպեր ջան։
Սիրուշոնի սարքել ենք, super person-ը ժառանգել է person-ից, չէ։ Ուրեմն գրում եմ կոնստանտ super սիրուշո, որը որ եղբայր ջան արդեն հավասար է new, տղեկ ես գրում եմ super person, ես մնացածի հետ վալոր ջան գործ չունեմ։ Քանի հատ պարամետր եմ փոխանցում։ Համին նայ, տղեկ եկեք ես հին սիրուշոյին չօգտագործեմ։ Հա, տիկ։ Հին սիրուշոյին ջնջեմ, ախպեր, արդեն new super սիրուշո կա, super person կա, էլի կոպիտ ասած։ Միանգամից սարքեմ ես super person, սիլո, Պավլով 25, մեկ է length են ինչ-որ սպասում, ենթադրենք 100 մետր է։ Super սիրոշոն, ունի տղեկ ջան, համ move hands, համ move hips, համ էլ ունի ճիշտ ես գուգլին clap ֆունկցիա։ Հալեր ջան, պատկերացրինք, չէ ինչ եղավ։ Սովորական person-ը չուներ clap, բայց քանի որ այս super-ը ժառանգել է ախպեր ջան person-ից, նա ունի եւ այս սրանք, եւ սա։ Սրան ժառանգողը ախպեր ունի արդեն բոլորի ֆունկցիոնալները, պլյուս իրանը։ Սա ինչ է, տայ, կոդը կրկնելու չէ կրկնել, ինչը։ Person-ը դե առաջից ողած մարդն ախպեր, ինքը պապը չի ժառանգում տղեկ թորրանից։ Թորն է ժառանգում պապուց, всё։ Երբևիցե։ Նայ, իտոգում խոսքի 4 հատ գաղափար ունես պրոյեկտի մեջ։ Իտոգում մի 60-70%-ով նույնն է, Վալեր ջան, բայց չգիտես, խի ախպերեն 3 հատ, այն կեղտոտ 3 հատ գաղափարը։ Ամեն մեկը մի չրթիկ, ես իմ հատ էշությունով տարբերվում եմ։ Վալեր ջան, որ ես չբռնեմ այն եկա կոդը կոպի անեմ։ 4 հատ մեծ կլաս սարքեմ տիկ։ 4-ի մեջ այդ նույնը կոպի անելով, այդ մինչա ամեն մեկի մեջ մի հատիկ ավել քլիպ պետք է ավելցնեմ մեջը, ախպեր բռնեմ սա կոպի անեմ։ Գուրգեն ջան, դրա համար սարքում են մի հատ հիմնական գաղափար են վերցնում ու բոլոր հիմնական ֆունկցիաները, որ ախպեր պալյուբում սաղը պետք է ունենան։ Դա սարքում են որ հիմնական կլաս, Վալեր ջան։ Ու այն բաները, որոնք որ չգիտեմ, նույնն են պլյուս ինչ-որ մի բան, պլյուս ինչ-որ մի բան, պլյուս ինչ-որ մի բան, դրանք գնա առանձին սարքի ուղղակի ժառանգի է սանտերից կրծի ախպեր։ Պարզա չէ տղեկ։ Նայ, շարժում է ձեռքերը, հետո կոնքերը ախպեր ջան, ծափ, всё։ Տենում եք այ ախպեր, ես սիրուշոն սկիզբ, ծրագրավորման աշխարհը։ Ուրեմն սա կոչվում է ժառանգականություն, всё։ Դրանք էսի մենակ JavaScript-ի մեջ չի, սա մենակ Angular-ի մեջ չի։ Ամբողջ ծրագրավորման աշխարհը այս գաղափարին է հետևում։ Ինչ լեզու ուզում ես սովոր, ես գաղափարը եթե չիմացար, դու ուրեմն ծրագրավորումից բավարար գաղափար չունես։ Ինքը շատ հավես բան է, տեղ ջողնակ արդեն կամաց ինչքան ստր ավելի ձգություն է բերում, կոկիկություն է բերում, էլ։ Ոնց որ անկախ քեզից արդեն ուզում ես անդադ sense գրես։ Դե տիկ ջան, նա ֆունկցիայի գրում խոսքի։ Ֆունկցիաներով այդքան է գրագետ, չի էլի։ Դա sense Վալեր ջան, person-ը գիտես person-ը։ Okay, ահա։ Էս էլ sense տղեկ։ Ուրանեք, ահա։ Ինչ է ուզում ցույց տալ տղեկ, ամենակարևորը։ Լավ, որպեսի օրինակս լիարժեք լինի, ну, всё, որպես կոդ նայեք, հիմա ինչ է կատարում։ Մի հատ ունեինք տղեկ ջան, մի հատ սովորական սիրուշո, չէ՞։ Մի հատ սուպեր սիրուշո։ Սուպեր սովորական սիրուշոն 3-րդ պարամետր չի ընդունում, չէ՞։ Նայ։ Հա, 4-րդ չի ընդունում, 3 պարամետր ընդունում։ Այս կանչելը հեչ։ Հիմա տղեկ ջան, նայեք, console.log Սիրուշա, մի հատ էլ տակից կոնսոլ լոգանեմ, եկեք արդեն իրանց նայենք ուսումնասիրենք, էլի, հա։ Մի հատ արդեն որպես օբյեկտներ է տիպիզացված տեսակ, նայենք դրանք ով ինչ ասում, էլի։ Մեկը person-ից, մեկը բանից, չէ՞։ Գնացինք։ Մեկը person տեսակի է, տղեկ ջան, մեկը super person։ Դե որպես նայենք արդեն օբյեկտին Վալեր ջան, պարզ է, մեկը 3 բան ունի, պարամետր։ Մյուսը արդեն 4։ Բացում ենք երկուսն են։ Տղեկ որտե էին մեթոդները prototype-ի մեջ։ Բացում եմ prototype-ը։ Move hands, move hips։ Բացում եմ super-ինը, տղեկ, ուշադրություն։ Բարակույրները բացում եմ։ Վալեր ջան, ես նայում եմ մի հատիկ ախպեր։
Բա որ կանչում էի get move hands կամ move hips, բայց ո՞նց էր կատարում։ Տղեկ բարակույրները անվերջ կարած բացես, հեսա։ Ոնց որ ասեմ, ապու պապի, ապու պապի, ապու պապախտեր, հա։ Տղեկ ջան, իրականում բոլորը ծնվել են Ադամից։ Ադամը մեր մոտ Վալեր ջան օբյեկտն է։ Նայեք, էսի տոհմածառն է տղեկ։ Փառից բուն իմաստով էսի տոհմածառն է։ Տիկ ջան, որտեղից էին ծնվել բոլորը։ Օբյեկտից։ Օբյեկտը ինչ մեթոդներ ուներ Տիկ ջան։ Օրինակ, to string to բանը, չէ, ուրա, is prototype of բան, սրանք էսի բաներից է։ Սրանք կարող է ձեզ այդքան ծանոթ չլինեն, բայց ըհը, Վալեր ջան, առաջինը ով էր Ադամը, այսինքն օբյեկտը։ Դիտո սա օբյեկտից է, չէ՞ ծնվել։ Ըհը։ Բայց օբյեկտից հետո երկրորդ մարդը եղել է persona։ Չէ՞։ Վալեր ջան, ուրեմն հաջորդ մարդը եղել է persona մեր, իսկ persona-ից հետո տղեկ ջան եղել է մեր super persona։ Այսինքն, եթե նայենք կոպիտ ասած այդ տոհմածառով super persona ժառանգել է person կոչեցյալից։ Վալեր ջան, person-ն էլ իր հերթին ժառանգել է օբյեկտից։ Եթե հիմա ես ափսոս ջնջեցի։ Մի հատ եկեք super puper սարքենք, ստելավ նորից, հա։ Super puper person, սրա տեղ եկեք սարքենք super puper person, մեջը սրա մի հատ էլ ֆունկցիա ավելացնենք, չէ։ Clip-clap-ի տեղը ոբշան besam super եմ գրում просто։ Պարտադիր չի ես ամեն անգամ կոնստրուկտորով Գուրգեն ջան, թազա պարամետր ուներում։ Չէ, պարտադիր։ Դաժե ասեմ սենց, այս սենց պետք է լինի։ Սուպերն է սարքել, persona, բայց super-puper-ը չէ սարքել։ Տեսել կլասն եմ սարքում։ Besam super, Տեք ջան, ինձի սիրուշոն պետք չի, super սիրուշոն պետք չի, եկեք սարքենք ուղղակի super puper։ Չէ՞։ Ուրեմն, եկեք նորից նայենք, super puper persona ժառանգում է ոչ թե person-ից, սխալ եմ գրել կներեք, պետք է ժառանգի super person-ից, չէ՞։ Ուրեմն, super puper person-ը ժառանգում է super person-ից, կոնստրուկտորով ավել պարամետր չունի Վալեր ջան, մենակ super-ը բավարար է։ Մեր super person-ը հիշենք, որ ժառանգում էր person-ից, կոնստրուկտորով ընդունում էր բոլոր պարամետրերը, 3-ը տալիս էր իր ծնողին, մեկը պահում էր իրան։ Ու դե person-ը սովորական person էր։ Դա։ Գնանք հիմա նայենք տղեկ ջան, super սիրուշոյի կոպիտ ասած անցյալը, պատմությունը եւ նախնիների կանչը։ Էսի super puper person-ն է, ճիշտ է։ Հաջող։ Ու մի քանի ասել, որ եթե չես սարքում, ինքը просто կոդ է մոստորը։ Սարքել եմ, նյութ։ Չէ, դու մենակ super-puper-ն ես սարքում, չէ։ Ապրես, բայց Գուրգեն ջան, ես հերիքա թորանը այդ կոպիտ sense նայի հարցին, եթե extend ես գրում, ուդիկ է, ունատոդը ավտոմատ սարքում է։ մի հատ է սարքում, բայց սա վեներանք էլ հետ է։ Հա։ Էսի շատ մի այդքան իրական մարդկային ժառանգականության վրա գնա։ Չէ, իրականի բան չէ, որ մի քիչ Սա ֆունկցիաները բերում է։ Եթե դու չես սարքում, ինքը ուղղակի կոդ է։ կլաս ես սարքել ու իրեն ներքևը չես վերագրում ինչ-որ փոփոխական, ինքը просто կոդ է։ Ոստը 3 հատ սարքել են։ Ես սարքել եմ վերջինին, ամենակատարելագործված տեսակը։ Տղեկ, դե նույնն է, որ թազա սերնդի հեռախոս։ Նա ժառանգել է բոլոր այն հին հեռախոսների ֆունկցիաները, էլ զանգել, էլ ֆանարիկ եւ այլն, մեկ է ախպեր, չգիտեմ, վրան կա եսի ինչ թույն սիստեմի մի հատ եսի ինչ, NFC համակարգով եսի ինչ, հոսք եմ ասում, էլ այսինքն դու առնում ես այս Գուրգեն ջան, իտոգում իր սա նախնիների ֆունկցիաներն է հետը տալուս, հետը նա կայֆոտ նա ֆունկցիոնալ, չէ՞։ Նույն պրինցիպը ստեղ է։ Super puper person-ը Վալեր ջան, ուրեմն ժառանգում է super person-ից իր besam super ֆունկցիայով հանդերձ, առողջ ես։ Իսկ բան սանջդ է։ Հա որ։ Հիմա նայեք, super puper person-ի մեթոդը besam super-ն էր։ Ուրեմն տղեկ ջան, այս էլ իր հերթին ժառանգում էր super person-ից, չէ՞։ Super person-ը ժառանգում էր Վալեր ջան person-ից, person-ը ժառանգում էր օբյեկտից։ Տղեկ մի հատ հսկայական արդեն տոհմածար ստացվեց։ Վալեր ջան, սենց անվերջ ես կարամ ժառանգել, բայց եթե իհարկե դրա իմաստու գաղափարը կա։
Ինչ է տալի մեզ տղեկ։ Իտոգում ինչ տվեց այս ժառանգելը։ Հա։ Մինայ, ոնց որ մեկի մեջ է ունեն դրած դրագի, նկարող ֆունկցիա, այն մեկին պետք չի եղել, այն մյուսին կարող պետք է, չես այն մյուս կանչում ես այդ դրագիստը։ Չէ, նայ։ Սես պատկերացրու։ Okay, նայ, ունենք ընդհանրապես մի հատիկ համակարգիչ ֆունկցիա, կլաս, կներեք։ Համակարգիչ կլաս ունենք, չէ՞։ Ուրեմն այս մեր համակարգիչ կլասը լավ, Pentium կլաս ունենք։ Pentium կլասը այն ամենահին համակարգիչ որպես ունի ընդհանրապես կլավիատուրա ֆունկցիա, մկնիկ ֆունկցիա ու Գուրգեն ջան, Address։ Ուրեմն այն դրանից ավել ինչ-որ 3 հատ տղեկ, դա ստանդարտ ֆունկցիա է, որից հետո ստեղծվել է նոր ինչ-որ սելենդի համակարգիչ նոթբուք կամ չգիտեմ ինչևից ինչ-որ հիմա, դա նոր կլաս է։ Գուրգեն ջան, որ այն նույն ֆունկցիաները, չգիտեմ 0-ից կոպիաներ բերեց սրա մեջ դնեն, գերում են ուղղակի դու կարանգի այն անտից։ Գուրգեն ջան, այն էլ է պետք։ Տեղ կա, որտեղ քեզի պարզ տարբերակն է։ Աշի չնում մնացած դիքը բաներ։ Արդեն գրած է։ Գրած է բերում կստում, եթե ինչ-որ ավել բան կա, այն ավելցնում։ Այսինքն տեսեք, Սենց ասած, այն 3 հատ ուներ, երրորդը առաջինի մեջին է գրում ես ավտոմատ գալիս է։ չոքսկացում։ Նույնը սուպեր պուպեր է գրել, կետ ու այդ ամենապերսոնի միջի դրած ֆունկցիան նորմալ գալիս է։ Ինքը չգիտի նույնիսկ Գուրգեն ջան ով այն person։ Չէ դե, հա, ինքը գիտի մենակ դրա մասին, որ ինքը ումից ժառանգել է սաղի մեթոդները պրոստը կետ ու սյո։ Այսինքն ես լյուբոյ ֆունկցիա տղեկ ուզում եմ երրորդ ժառանգելն է։ Ես կոպիտ եմ ասում, հո ամեն անգամ տունեթալուց չեմ ասում, դուրը ծեծելուց ասում են ով է, ասում են պապուս թորնակով, չգիտեմ, պապուս տղու երեխենախոս։ Ես ցավը ճանաչում եմ, որ ես այդքանից եմ։ Նույնն էլ, այսինքն նույն ձևի ես բոլոր ֆունկցիաներին ու բաներին հասանելիություն ունեմ, եթե ժառանգել եմ, всё։ Այսինքն պետք չի նշես, որ ես ինչի, որ ինձ տաս էս ինչ ֆունկցիա։ Հա? Okay։ Տղեկ, միշտ ինչա այս պրինցիպը պահվում, որտեղ Վալեր ջան, միշտ չի որ քեզի պետքա բարձ տեսակի ինչ-որ մի հատ կլաս։ Կարող է դու ուզում ես ինչ-որ թեթև տեղ, օրինակ, մի հատ ֆունկցիոնալ ունես, որը որ չգիտեմ, քեզի տեղից մի 3 հատիկն է պետք։ Այսինքն քեզի Վալեր ջան, այն բարձ տարբերակն է պետք։ Edge-եր ունես, օրինակ, այդ նույն ֆունկցիոնալն է պետք քեզի, բայց ախպեր մի քանի քեզ կայֆոտ բաներ բնի։ Վերտալյոտները ձեր հետ գալի անցնում անիմացիա։ Խոսքը չգիտեմ, ինչ-որ նա տալի ֆրանգի բան։ Այսինքն հիմնական լոգիկան դու ունես, որը որ տիկ ջան, պետք է եկեք քեզ 11 edge-ում։ Բայց Վալեր ջան, ինչ որ մեկը որոշել է որ 13 ու 14-րդ edge-ը մախվել, երկու հատ ֆունկցիոնալ ավել պետք է։ Հիմա ինչ դնեմ այն սա կոպիանեմ, բերեմ դցել, ստե։ Բա որ դզելու բան եղավ Վալեր ջան մեջ։ Դնելու է սաղ տեղերը նորից նույն բանը դզելով էթաց։ Ավելի հեշտ չի մի հատ կլաս ունենաս Գուրգեն ջան։ Մտնես, տիկ, հիմա պատկերացրու 14 edge-ում այս կլասը օգտագործել ես։ Մեկ է, դեռ խնդիր ենք։ Դե գնա ախպերս 14 edge-ում է, քիթի 14 edge-ում է դզ։ Ախպեր մի հատ կսարքեմ կլաս, մի տեղ կդզեմ, կգամ այս կլասի մեջ կդզեմ։ Արցավ գնաց։ Այսինքն տես, տղեկ, կենտրոնացման խնդիր ենք մենք լուծում։ Այսինքն մենք հավաքագրում ենք, կենտրոնացնում ենք ֆունկցիոնալը մի տեղ։ Այսինքն այդ անփույթ հիմար վիճակ, նայ, Գուրգեն ջան, ի՞նչ է դուս գալի, դաժե դու երբ որ person-ի մեջ մի հատ բան ավելացնես, ֆունկցիոնալ։ Հələ դուք լավ կոմիսն արեք։ Վալեր ջան, հիմա ուրեմն հսկայական կայք եմ սարքել։ Դեմին է։ Ուրեմն եկքա հսկայական կայք եմ սարքել տղեկ։ Ցանով էլի person-ն է տղեկ, հա? Ծախ person-ից է սկսվել, մի 100 edge-ում person-ն է օգտագործում տղեկ ջան, մի 200 edge կա, որ super person-ն է օգտագործում եւ այլն եւ այլն։ Արա մեկի ախպերս խելար կլենտ է գալիս, հա? Ասма տղեկ, գիտեք ինչ, մի հատ ուզում եմ սաղ կայքում լյուբոյ edge-ի մեջ մտնելուց ախպեր, խոսքի չգիտեմ, սալյուտ խփել, խոսքի, օրինակ։ Ախպերը, всё, պետք է արի։ Դե 300 edge Վալեր ջան, գնա ու 0-ով հաթաթ ավելցնում, դե գնա տենամ ոնց ես անում։ Տիկ ջան, ունես չէ ամենաառաջին կոպիտ ասած այդ մարդ տեսակը, person-ը։
Սաղդից հասկսվե, չէ։ Գուրգեն ջան, կարամ կոպիտ եմ ասում, person-ի մեջ մի հատ գրեմ DC salute ու всё։ Նայեք, հերիք այս մի հատ salute ֆունկցիա ունենա, ստեղ։ Ճագին ուր դե սարքեցի ես։ Ամենակարնևոյ, ամենաառաջի կլասի մեջ։ Ամենաայն կլասի մեջ, որից որ սաղ ժառանգել է։ Alert salute։ Բալեր ջան, всё, ախպեր ջան, դու ուզում ես 600 page ունես salute-ի։ Ուզում ես 600 page ունեցի, Բալեր ջան, всё, դու այն ամենահիմնական ֆունկցիայի, կաներես ամենահիմնական կլասի կոնստրուկտորի մեջ կանչել ես salute։ Տեղեկապես մեկը չկա, որ չի ասելու չի ախպեր դու հետի չաշխատի։ Որտեղ իրանք զուտ հետևանքն են այս կլասի։ Իրանք զուտ ժառանգել են սրանից, իրանցն են մի փուճուր ավելացրել են, բայց իտոգում կարնևոյը սա է։ Սրանից հետո կարնևոյա սուպեր person-ը տիկ, այսինքն եթե դու գտնում ես Գուրգեն ջան, որ քեզի պետքա սուպեր person-ի հետևորդները մենակ կոպիտ ասած ունենան էդի, դիկ ջան ուրեմն հա, այ ապրես Գուրգեն ջան, էսի տեղափոխի իստե։ Դու հիմնական պարամետրից մեկը Սենսորը person-ին ավելցնում ես պարամետր, կամ բաղանցացնում ես պարամետր։ Կղանքի մեջ ես Գուրգեն ջան։ Անչե եթե Դու դիֆերանսը 300 ֆայլում է պարամետրը ավելացնում։ Այդ մի բանն է, որ ձև չունես։ Ավելացնես պրոբլեմ չունես։ Հա, դի գոշը բան ավելցնելու մի ձև ժողակետ։ Հա, ակասնելը всё հարցի մեջ է։ Եթե չօգտագործես ներքևը, բացի այդ նայ, եթե դու այդ հերթականությունը հլնա ինչ է ստացվել։ Հիմա նայ, հասարակ բան եմ ասում։ Ինչա։ Այ ապրես, այսինքն դու ինչ պարամետր ես ավելցնելու։ Հիմա ստե պատկերցրու մի հատ էլ է պարամետր ավելցնեմ։ Ուրեմն ստե պետք է ավելցնեմ։ Ուրեմն ընդ է պետք է ավելցնեմ։ Հերիքատ 6-7 հատ դες կլաս իրարի ճարանգացում ես բաբշե հարցի մեջ։ Դու սաղինը պետք է դզես, հա։ Այդ կարող է պրոյեկտը մի հատ հանես օթերով հետ գաս ճոգի, սենց ինչ-որ մի հատ բան ասվածել, հա։ Բավուստի։ Այսինքն սաղ տեղից դες եթե ավելցնում ես, բայց չես օգտագործում։ Ուրեմն այնց արա Գուրգեն ջան, թող ոչ պարտադիր է, եթե տես բան։ Որ եղած էջերումը չփռաս հաթած սաղ տեղեր ավելցնես։ Պատկերացնում ես, չէ՞, Վալեր ջան, ինչի մասն է։ Դրանք հիմա ջոգում եք այս կլասի հզորությունը ու գաղափարը որտեղ է կայանում։ Չէ, այս կլասը եթե չլներ, այ իրականում ամեն ինչ վախենալու կլներ։ Այդ կլասը եկել է նրա համար, որ վախենալու չլինի այդ ամեն ինչ։ Մարդկային գործոնը այդ հիմար ռուշնոյի գործ անելու պրինցիպը փչացնում է։ Այսինքն դու բան ես դզում, կարաս մտնես person-ից դզ։ Ջոգում ես, այսինքն մայր պալատան ոնց որ դզես։ Այսինքն եթե դու մայր պալատան դզում ես, մնացածը ճիշտ կաշխատի ախպեր։ Բարձա չէ՞ տղեկ ընդհանուր ես գաղափարախոսությունը ուրա գնում։ Ինչի համար է պետք կլասը, ինչի համար է մեզ պետք այս անտեր Վալեր ջան ժառանգականությունը։ Նրա համար չէ խոսքի որ մենակ կոդի կրկնությունն է չի ջոգիր տիկ։ Այսինքն այս չի Գուրգեն ջան, էսի նրա համար այն կարա որ այդ նույն կոդը կոպի չանենք, որ մի հատ ապել, չէ, մենակ այդ մանկական գաղափարը շատ քիչ է այսքան պատմության մեջ մտելու համար էլ։ Հիմա Վալեր ջան հարց։ Ով է կլասը։ Իրականում։ Ուղղակի օբյեկտ է։ Դրան ուրիշ պատասխան։ Okay։ Հիմա տիկ իրականում այդ օբյեկտը ոնց է ստեղծվում։ Հա։ New concept։ Հա, ճիշտ է, new։ Իրականում կլասը ինչ է տղեկ։ Աբես։ Function constructor, Գուրգենը գրես դուք գրվեք։ Տղեկ, function constructor։ Այս սրան ուրիշ պատասխան չկա, ով ուզում է հարցնի, ինչ է կլասը, ասում ես function constructor, ասում է բախի ես կլասով գրում, ասում ես ուղղակի գրելաձևի տարբերություն։ Որտեղ տղեկ, եթե ես ամեն ինչ ես ժառանգականությունը ես ձեզի բացատրեի function constructor-ներով, հələ մի շաբաթ 100% կլասներ էինք անել։ Այդ մեջն է լավ։ Function constructor-ը ինչ պետք է անես, որ օրինակի համար գրված փոխանակը Export-ը չգիտեմ։ Ոնց օգտագործես։ Որը փոխական ունես, չէ՞, այստեղ։ Կարող ես չէ՞ փոխան իրավունքի մեթոդներ մեկը։ Function constructor-ի մեջ պատկերացրել եթե function constructor իրավունք ունես, ոնց այն function constructor-ի մեջ փոխական օգտագործես այն լույսը։ Այնտեղ փոխան գտած կվերագրելու կգաս, չէ՞։
Դա ինչ Չէ, փոխանցած վերաբերել կա։ հա, հերոստատիկ Պետք չէ արել։ հերոստաշփոթ Կամ ամենավերևը հայդարի թողնա Ես դիսնա չէ, դիսը փոխանցանները իսկ դա դիշ չկա, չէ։ կա Բայց ներկայացնես ինչ։ նկարացիչը դինգան Այդ function constructor-ի ու class-ի տարբերությունը մենակ ի՞նչն է։ գրելաձև Շարունակականությունը տվեք, սարսափելի բարդ է։ Հիշում ես Արմանդը ինչ էր object-ի եսի մինչ իրականում ես չեմ հիշում դաժե ոնց է գրվում այդ ամեն ինչ։ Հա, որովհետև դա իսկական պատմություն ու կինո է տղեկ այդ մինչև այդ իսկական ֆունկցիաները բանես ան։ Բայց այն շատ լավ է տղեկ, եսի Angular-ում հենց սենց է գրվում տղեկ։ Ես ու Արմանը հատուկ են ենք կարել, որ լանիմաց ձեզի չտանջենք ու միանգամից անցել ենք կլաստրից, հա, որովհետև շատ ճլել այդ ինֆորմացիան շատ ձգձգել անիմաստ։ Ինչ է։ Ինչ-որ փոփոխական գերոց է շատ դժվար պատմություն։ Այս քելին ես բառը ստեղծարարող Просто գրելաձև մի քանի բառեր Երկար բառեր ինչու՞։ մարկա չժառանգի բառեր չէ։ Իսկ դա ինչ է Բարբարոս վիճակ է։ Ես էլ անգլարանը չի ուզում մի անգամ անգլարանը անգլարանը քիչ դժվար է սովորել բայց անգլարանը օգտագործելու առումով Իբին է ոնց որ էս կլասները տղեկ։ Իբի եթե օրինակ էս կլասները այսքան չխորանանք ու այս բանը դուք հասկացած չնեիք էս կլասները կասի կարա դե լավ ախպեր ինչ բարձրացումը չէ։ Բայց երբ որ դու արդեն սովորում ես իրան դու հասկանում ես որ ախպեր էս այդքանը բարձր չէ հեշտ է դի։ Էսի դաժե ավելի հեշտ է քան մնացած ձևերը։ Նույնն է անգուլարն է տղեկ չմտածեք էլի տես բարդ է։ Մեծ զանգվածը կամ մեծոբեկտը սովետի բանը ֆունկցիաներ ունենալ մեջը ֆունկցիաները վայրում Ահա, տղեկ, function constructor-ի մեջ սովորական գրել եմ function constructor հիշում եմ, չէ, պրոստը գրում էր function ու մեծատարով էինք ուղղակի տարբերում, չէ՞։ Okay։ Եթե ես ուղղակի գրում էի function constructor-ը, եկեք մենք արագ կրկնենք, տղեկ, ես այն ինչ որ հարցնում եմ, հարցազրույցի հարցեր, այսինքն դուք միշտ այս հարցերին պետք է պատրաստ լինեք լյուբոյ բան։ Ուրեմն գրում եմ function person, նույն էս մեր սարքածից, հա, խոսք constructor գրեմ, չէ։ Այստեղ constructor չկա, ուղղակի DC Պարամետրերը դերես նեյմը դե չկա այստեղ առանձնացված չի, մի հատ ֆունկցիա է չի պրոստը, հա։ Տղեկ ջան, հիմա հարց։ Լավ, եկեք սա չգրեմ, որ գրեմ console-ով դիս։ Ինչ կհայտնվի console։ Դու ինչ ես կարծում դիք։ Հա։ Windows Person ֆունկցիա։ Բալեր ջան, դու ինչ կարծիք ես։ Ջան։ Չէ, Բալեր ջան, մենակ ես բան։ Պատվով չկա էլի։ Թե պարամետրը հեչ։ Չես օգտագործել հացաշխարհի Windows։ Windows, տղեկ, երբեք չի կարող ուրիշ բան լինել։ Սովորական ֆունկցիա որպես։ Սովորական ֆունկցիայի մեջ dis-ը հենա նոր արմաններ էր այդ հարցը տալի տղեկ։ Այս ֆունկցիայի մեջ էս ձեր dis-ով է։ Սովորական Windows։ Իջան, երբ այս dis-ը դառնում օբյեկտ, երբ որ դու իրան new-ով ես կանչում։ Բալեր ջան, մենակ new-ով կանչելու պարագայում է, որ այդ counter dis-ը համարվում է դատարկ օբյեկտ, նոր, զրոյական օբյեկտ։ Ինչ տեսակի օբյեկտ, տիկ ջան, person տեսակի օբյեկտ։ Հա? Ջոգիր Բալեր ջան, մի հատ new բառա, որ այդ կայֆը սաղանում։ Okay։
Այստեղ տայք պետք չի ինձ որ դուք function constructor-ի գերլաձևը հիշեք դու ինձ պետք չի որ դուք այդ ամեն ինչը կոպիտ ասես բան կարևորը է իմ ասած հարցերի պատասխանները դուք միշտ հստակ իմացեք հա որտեղ հիմա մի հատ sense հարց տամ տայք ով է հիշում this-ը քանի հատ օգտագործման ձևն է this-ը տայք այսքան այս ընթացքում ամբողջ ընթացքում մի կլասի հետ է երրորդ ձևն է որ գիտենք ինչ արժեք կարա ընդունի չէ գուրգեն Կլասների դեպքում գիտենք, որ person տեսակի օբյեկտ է դատարկ, չէ՞։ Այստեղ window-ն է, Ահա։ domination-ը Տեղ ջան, կարամ բանով row function-ով բան սարքեմ, function constructor։ Որտեղ row function-ը սեպարատ ես չունի։ Աբրես, այո, հոյակապ պատասխան, տեսա հայաց պետք է Այս բանը լավն է։ Այո, Բարի։ Պալեն ջան, Գուրգենը ճիշտ է ասում, քանի որ row function-ը չունի իր սեփական yes-ը, ինքը օգտվում է դրսի dis-երից, դրսի dis կոչվածներից, դու ինքը իր սեփական dis-ը չի կարող ստեղծի, որ ասի ախպեր։ Գիտես, իր function-ը սովորական function բառով գրված ու անուն տված ֆունկցիա, ինքը կարա իր մտել շքեղություն ցույց տա ու ստեղծի իր սեփական օբյեկտը, ու ասի եղբայր, всё։ Բայց row function-ով ֆունկցիան տեղ չեն, դա ուղղակի անցածի ինչ-որ կամարական կատարածի ֆունկցիա, հա? Որը որ երբեք չի կարող ունենա իր սեփական dis-ը, նա օգտվելու է տիկ ջան, դրսի dis-երից։ Okay։ Okay, տղեկ ջան, այդ է в принципе։ Կարևորը ժառանգականությունը հասկացել ենք, հեսա մի հատ կեղտը տնային կտամ ժառանգականությունով։ Բա տնային տամ։ Չէ, դե իրականում էս տնայինն է, բարձ չէ, տղեկ։ Դա չէ, просто կարծում եմ Հետո շարով գամ են Դու հերթով որ գայի հաստատ հանգիստ էթալու չէ։ Հա։ Այն կասպարովը հասավ որ հեժդեմն դումնաս 3 հատ ինփուտ մի հատ բաց։ Հա, այդ մասը Ես օքեյ, ասում եմ կարա։ ինձ սարքեմ։ Այդպես մանրել։ Okay, տղեկ ջան։ Շամպիոնատներում գալիս է։ Քեզ էլ բալո ջան, բակա բակա։ Այո։